Բարև ձեզ հետ Էման է։ Հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Անահիտը դուռը բացեց ու հետ քաշվեց։ Դրան շեմին կանգնած էր իր դուստրը, ավելի ճիշտ ոչ թե կանգնած, այլ հենված էր, որպիսի չընկնի։ Լիլիթի դեմքը արյունով էր լցված, շուրթը պատրված էր, աչքի տակը մուգ կապույտ, շորն ուսից պատրված էր։ «Մամա», շշնջաց նա ու սկսեց ընկնել։ Անահիտը բռնեց դուստերը, քաշեց բնակարան, նստեցրեց բազմոցին։ Ձեռքերը չէին դողում։ 54 տարվա կյանքում նա սովորել էր իրեն ձեռքին պահել, բայց ներսում բարձրանում էր այնպիսի սառը զայրույթի ալիք, ինչպիսին նա շատ երկար ժամանակ չէր զգացել։ «Ով», կառչարցրեց նա, արյունը խոնավ սրբիչով մաքրելով։ Լիլիթը նայեց մորը, մեկ աչքն արդեն փակվում էր, դառնում նեղ շերտ։ Դա սկեսուրն էր։ Զովիկա ասաց, որ ես նրանց ընտանիքի ամոթն եմ, որ ես արժանի չեմ կրելու նրանց ազգանունը։ Անահիտը միակնթարթ սառեց, հետո զգուշորեն դրեց սրբիչը, վեր կացավ, մոտեցավ պատուհանին։ Ապակուց դուրս այրվում էր հոկտեմբերյան մայրամուտը, սենյակը լցնելով կարմիր լույսով։ Նա նայում էր այդ մայրամուտին ու մտածում, թե որքան երկար էր թաքնվել, որքան մանրակրկիտ է կառուցել իր հանգիստ աննկատ կյանքը, թե ինչպես է հրաժարվել ամեն ինչից, ինչ որ եղել է մինչ այդ։ 28 տարի, գրեթե 30, եւ ահա ինչ որ կին համարձակվել է ձեռք բարձրացնել իր աղջկա վրա։ Անահիտը հանեց հեռախոսը, կոճակավոր, նա այդպես էլ չէր սովորել սմարթֆոններին, հիշողությունից գտավ միակ համարը, որը շատ տարիներ չէր հավաքել։ Սեղմեց զանգ, գուտ, երկրորդ, երրորդ, ալո, մյուս ծայրում ձայնը ծեր, խզված էր, բայց դեռ ուժեղ։ Հայրիկ, ասաց Անահիտը, ու սենյակում կարծես ցուրտ եղավ։ Պետք է հիշեցնենք այս քաղաքին մեր ազգանունը։ Երկար լռություն, հետո հանգիստ հառաչանք։ Պատմիր։ Լիլիթը ցավից ու արդյունքներից նայում էր մորը։ Նա երբեք չէր լսել, որ մայրը այդպիսի ձայնով խոսի, եւ երբեք չէր տեսել նրա աչքերում այդպիսի արտահայտություն։ Սա իր մայրը չէր, հանգիստ երաժշտության ուսուցչուհին, ով վախենում էր բարձրաձայն խոսել անհնազանդ աշակերտների հետ։ Սա բոլորովին այլ կին էր։ Մամ, ինչ է կատարվում։ Անահիտը ավարտեց խոսակցությունը, դրեց հեռախոսը ու շրջվեց դեպի դուստրը։ Նրա դեմքին հայտնվեց արտահայտություն, որը Լիլիթը երբեք չէր տեսել։ Քնքշության ու սառը վճռականության խառնուրդ։ Լիլիթիկս, հիմա քո վերքերը մշակեմ, հետո թեյ խմենք, իսկ հետո ես քեզ կպատմեմ մի բան, որ վաղուց պետք է պատմեի։ Նա նստեց դուստեր կողքին, վերցրեց նրա ձեռքը սառը էր ու դողում էր։ Դու գիտես, որ քո պապիկը մահացել է, երբ դու 5 տարեկան էիր։ Այդպես էի ես ասել։ Այդպես ավելի հեշտ էր։ Բայց ճշմարտությունն այն է, Անահիտը լռեց, բառեր ընտրելով։ Ճշմարտությունն այն է, որ նա ողջ է, եւ նրան անվանում են Սուրեն Գազարյան։ Լիլիթը խոժորվեց, ցավից մորթելով պատրված շուրթը։ Այդ անունը ծանոթ էր թվում։ Որևէ տեղ լսել էր այն, կապված քաղաքի, նրա պատմության հետ։ Գազարյան։ Նույն այդ Գազարյանը, ով։ Այո, հանգիստ հաստատեց մայրը։ Նույն այդ նախկին մարզի դատախազը, հետո քաղաքի կես ձեռնարկությունների տերը, մարդը, ում 90-ականներին անվանում էին քաղաքի տերը։ Իմ հայրը, քո պապիկը։ Լիլիթը ետ ընկավ բազմոցի թիկունքին, գլուխը պտտվում էր, կամ հարվածից, կամ լսածից։ Բայց ինչու երբեք չես ասել։ Անահիտը վեր կացավ, քայլեց սենյակով, նրա քայլերը անձայն էին։ Մանկությունից սովորած սովորություն։ Որովհետև ես ուզում էի ինձ համար քեզ համար նորմալ կյանք։ Դու չես պատկերացնի, թե ինչ է նշանակում նման մարդու դուստր լինել։ Պահակություն, հետևում անընդհատ սպառնալիքներ։ Երբ 20 տարեկան էի, հանդիպեցի քո հորը, պարզ ինժեների։ Նա չգիտեր, թե ով եմ ես, եւ սիրեց ինձ, պարզապես ինձ, Անահիտին, ոչ Գազարյանի աղջկան, եւ ես փախա։ Հայրիկը չներեց, ոչ անմիջապես, բայց ժամանակի ընթացքում ընդունեցին որոշումը։ Մենք պայմանավորվեցինք, որ ես կապրեմ իմ կյանքով, նա իրենով։ Նա օգնում էր հեռվից, անանուն, վճարեց քո ուսումը, թեև դու կարծում էիր, որ դա կրթաթոշակ է, բայց ուղղակիորեն մենք չէինք շփվում մինչ այսօր։ Նա շրջվեց դեպի դուստրը։ Զովիկ Գրիգորյան, ես տեղեկություններ հավաքեցի, երբ դու ամուսնացար։ Այդ կինը ոչ միայն չար սկեսուր է, նա վտանգավոր է,
Բայց ես լրեցի, որովհետև դու երջանիկ էիր, որովհետև Գևորգը լավ մարդու տեսք ուներ, որովհետև հույս ունեի, որ ամեն ինչ կկարգավորվի։ Եվ հիմա, խզված ձայնով հարցրեց Լիլիթը, հիմա Անահիտը ժպտաց և այդ ժպիտը բնավ բարի չէր։ Հիմա քո սկեսուրա կիմանա, թե ինչ է նշանակում ձեռք բարձրացնել Սուրեն Կազարյանի թոռնուհու վրա։ Սա 3 ժամ առաջ էր, սովորական երեկո, սովորական ընթրիք Գրիգորյանների տանը։ Լիլիթը եկել էր Մարիամի հետ, եռամյա աղջիկը կարոտել էր տատիկ պապիկին, իսկ Գևորգը աշխատանքից ուշանում էր։ Առաջին ժամը նորմալ անցավ։ Մարիամը խաղում էր հյուրասենյակում, Լիլիթը օգնում էր սեղան գցել։ Արտաշասը, սկեսրայրը, ինչպես միշտ, նստած էր աշխատասենյակում փաստաթղթերի վրա, իսկ հետո Զովիկը կանչեց նրան իր սենյակը խոսելու։ Լիլիթը գնաց, նա միշտ փորձում էր լավ հարաբերություններ ունենալ սկեսուրի հետ, թեև նա առաջին օրից ցույց էր տալիս, որ հարսը դուրը չի գալիս, չափազանց պարզ, չափազանց աղքատ, չափազանց ոչ մի բան, չի սազում իր որդուն աչող բիզնեսի ժառանգին։ Դուրը փակիր, հրամայեց սկեսուրը, Լիլիթը փակեց, Զովիկը կանգնած էր պատուհանի մոտ, մեջքով դեպի նա։ Բարձրահասակ, կեցվածքով, թանկ շիֆոնե հալաթով, նույնիսկ տանը նա այնպիսի տեսք ուներ, կարծես պատրաստվում է դուրս գալ բեմ։ Գիտես որքան եմ ես քեզ դիմացել, սկսեց սկեսուրը առանց շրջվելու։ 4 տարի նայում եմ, թե ինչպես է իմ որդին իր կյանքը վատնում քեզ վրա։ Մամ, չեմ հասկանում։ Լրիր։ Սկեսուրը կտրուկ շրջվեց։ Նրա դեմքը սովորաբար սառը գեղեցիկ, ատելությամբ էր խեղաթյուրված։ 4 տարի դու նրանից փող ես ծծում, 4 տարի ամոթում ես մեր ընտանիքը, արխիվագործ, գրադարանային առնետ, կարծում ես չգիտեմ, թե դու որտեղից ես առաջացել։ Մայրդ աղքատ ուսուցչուհի, հայրդ ընդհանրապես անհայտ ով, եւ դու համարձակվել ես իմ որդուն երեխա լույս աշխարհ բերել։ Լիլիթը մեկ քայլ հետ գնաց։ Նա սովոր էր սկեսուրի սառնությանը, նրա սուր նկատողություններին, բայց այդպիսի բացահայտ ագրեսիա չէր սպասում։ Մարիամը ձեր թոռնուհին է, Մարիամը մեր ընտանիքի ամոթն է, գոռաց Զովիկը, ինչպես եւ դու, եւ այսօր ես դրան վերջ կդնեմ։ Նա հետևից հանեց թղթապանակ։ Տեսնում ես, սա հոգեբանի եզրակացություն է, իմ ծանոթ հոգեբանի, քո անառողջ մտքի մասին, որ դու վտանգ ես ներկայացնում երեխայի համար։ Մեկ զանգ եւ քեզ կդնեն հոգեբուժարան, հասկացար։ Լիլիթը զգաց, թե ինչպես է հողը ոտքերի տակից գնում։ Դա խելագարություն էր, լիակատար, բացարձակ խելագարություն։ Բայց սկեսուրի դեմքը լուրջ էր։ Նա չէր կատակում։ Դուք չեք կարող այդպես վարվել։ Գևորգը երբեք չի համաձայնի։ Զովիկը ծիծաղեց։ Այդ ծիծաղը ավելի սարսափելի էր, քան ցանկացած ճիչ։ Գևորգը, իմ տղաս, նա կանի այն ամենը, ինչ ես ասեմ, միշտ արել է։ Կարծում ես դու ինչ-որ բան ես նշանակում։ Դու ոչ ոք ես, դատարկ տեղ։ Եվ հիմա դու դուրս կգաս այս տանից եւ այլևս երբեք չես վերադառնա ոչ ամուսնուդ, ոչ աղջկադ մոտ։ Հակառակ դեպքում ես չեմ գնա առանց Մարիամի։ Այդ խոսքերը ասվեցին հանգիստ, բայց վճռական։ Լիլիթը ինքը զարմացավ իր ձայնից։ Զովիկը սառեց, հետո դանդաղ մոտեցավ, շատ մոտ։ Լիլիթը զգաց նրա օծանելիքի հոտը, խեղդող, չափազանց քաղցր։ Ինչ ասացիր։ Ես չեմ գնա առանց դստերս, ես ոչ մի փաստաթուղթ չեմ ստորագրի, դուք իրավունք չունեք։ Հարվածը անսպասելի էր։ Զովիկը ծանր ափով հարվածեց նրա դեմքին այնպիսի ուժով, որ Լիլիթը թռավ դեպի պատը, գլխում զնգոց եղավ։ Նա փորձեց վեր կենալ, բայց Զովիկը արդեն կողքին էր։ Ինչպես ես համարձակվում ինձ հակառակվել։ Երկրորդ հարվածը, երրորդը։ Լիլիթը ձեռքերով էր պաշտպանվում, բայց սկեսուրը հարվածում էր ինչ-որ նախնական զայրույթով, կարծես տարիների ընթացքում զսպված ատելությունը վերջապես ելք էր գտել։ Դու ոչ ոք ես, շնաթոր։ Ամեն բառ հարված։ Լիլիթը ընկավ ծնկների վրա, գլուխը պաշտպանելու փորձով, շորն ուսից պատռվեց։ Նա զգում էր արյունը, աղի, տաք, շուրթերի վրա, եւ հետո այնպես հանկարծակի ինչպես սկսվել էր, ամեն ինչ ավարտվեց։ Զովիկը հետ քաշվեց, ծանր շնչելով։ Նրա անթերի սանրվածքը խառնվել էր, հալաթը շեղվել էր։ Հեռացիր, շշնջաց նա։ Եթե որևէ մեկին պատմես, ես կգործանեմ քեզ։ Իմ կապերն այնպիսին են, որ դու նույնիսկ չես կասկածում։ Ես կարող եմ անել այնպես, որ դու ընդմիշտ անհետանաս։ Հասկացա՞լ։ Լիլիթը չէր հիշում, թե ինչպես դուրս եկավ տնից, ինչպես հասավ ամբողջ քաղաքով մոր մոտ։ Հիշողության մեջ մնացել էին միայն կտորներ, ինչ-որ մեկի վախեցած հայացքը ավտոբուսում, սեփական արտացոլանքը մուկ ապակում, վախը Մարիամի համար, ով մնացել էր այնտեղ։
Եվ հիմա նա նստած էր մոր բնակարանում, դեմքին սառույցով լցված տոպրակը սեղմած, եւ լսում էր անհավանական պատմությունը։ Պապիկը իսկապես կգա, Անահիտը գլխով արեց։ Արդեն գալիս է, նա ապրում է քաղաքից դուրս, մոտ 1 ժամ ճանապարհ է։ Զանգեց վարորդին հենց որ մենք խոսակցությունն ավարտեցինք, եւ ինչ կանի նա, մայրը նստեց կողքին, գրկեց նրան ուսերից զգուշորեն, ցավ չպատճառելու համար։ Այնինչ պետք է անել, այնինչ նա ամենալավը գիտի, պաշտպանել իր ընտանիքը։ Գիտես, նա միշտ ասում էր, ընտանիքը սուրբ է։ Շատ բան կարելի է ներել, բայց ոչ ընտանիքի դավաճանությունը։ Իսկ այնինչ արեց այդ կինը, ոչ միայն դավաճանություն է, դա պատերազմ է։ Լիլիթը փակեց աչքերը, գլուխը ջաքում էր։ Ամեն ինչ, ինչին նա հավատացել էր վերջին 4 տարիների ընթացքում, փլուզվում էր։ Նա ծանոթացել էր Գևորգի հետ 5 գրքերի ցուցահանդեսում։ Լիլիթը աշխատում էր այնտեղ որպես էքսկուրսավար, իսկ նա եկել էր ընկերների հետ ծիճաղի համար, ինչպես հետո խոստովանեց, բայց մնաց, հարցեր տվեց, նայում էր ոչ թե վիտրիններին, այլ իրեն, եւ երբ ցուցահանդեսն ավարտվեց, սպասում էր մուտքի մոտ 2 սուրճով։ Դու այնքան հետաքրքիր ես պատմում, ասաց նա այն ժամանակ։ Ես երբեք չէի մտածել, որ 5 գրքերը կարող են կենդանի լինել։ Նա գեղեցիկ էր, բարձրահասակ, լայն ուսերով, փափուկ ժպիտով եւ բարի շագանակագույն աչքերով։ Հարուստ ծնողների որդի, բայց առանց այն ամբարտավանության, որով առանձնանում են ոսկե տղաները, թե իրեն այդպես էր թվում։ Նրանք հանդիպում էին կես տարի, զբոսնում էին, գնում կինո, խոսում ժամերով։ Գևորգը պատմում էր իր աշխատանքի մասին, նա ղեկավարում էր հոր շինարարական ընկերության բաժինը, եւ Լիլիթը տեսնում էր, թե ինչպես էին նրա աչքերը վառվում, երբ խոսում էր նոր նախագծերի մասին։ Նա դատարկ կյանք վատնող չէր, նա երազում էր պլաններ կառուցում։ Առաջարկը արեց այգում, իրենց սիրելի կաղնու տակ։ Պարզ մատանի, պարզ խոսքեր։ Ես ուզում եմ միշտ քեզ հետ լինել։ Հարսանիքը համեստ էր Լիլիթի պահանջով, Գևորգը չարարկեց։ Զովիկը արարկում էր, եւ էլ ինչպես։ Լիլիթը հիշում էր նրա դեմքը արարողության ժամանակ, քարե դիմակ, սոսնձված ժպիտով։ Հիշում էր խոսքերը, որ ասվեցին շշնջալով, երբ մի րոպե մնացին մենակ։ Մի մտածիր, որ սա հավերժ է, Գևորգը կհասկանա իր սխալը։ Եվ հետո չավարտեց, մոտեցան հյուրերը, բայց սպառնալիքը կախված մնաց օդում։ Առաջին տարին դժվար էր, նրանք առանձին էին ապրում, Գևորգը պնդել էր ծնողների ցանկության դեմ, բայց Զովիկը գտնում էր միջամտելու ուղիներ։ Զանգեր օրական 10 անգամ, անսպասելի այցեր, քննադատություն ամեն ինչի, եփելու ձևից մինչև հագնվելու։ Վստահ ես, որ այս գեստը հարմար է գործընկերների հետ ընթրիքի համար, այն այնքան պարզ է։ Ինչու է ապուրը ալանի, Գևորգը սիրում է ավելի աղի։ Իսկապես կարծում ես, որ այս սանրվածքը քեզ սազում է։ Փոքրիկ խայթոցներ օրեցօր։ Գևորգը մեկ պաշտպանում էր կնոջը, մեկ լռում։ Սա պարզապես մաման է, ասում էր նա կսովորի, բայց նա չէր սովորում։ Երբ Լիլիթը հղիացավ, սկեսուրը իսկական հիստերիա էր կազմակերպում, պահանջում էր ինչ-որ անալիզներ, պնդում էր իր ծանոթ բժիշկների վրա, վերահսկում էր ամեն քայլը։ Լիլիթը դիմանում էր ամուսնու համար, ապագա երեխայի համար, դիմանում եւ լռում։ Մարիամը ծնվեց առողջ եւ ամուր։ Զովիտը եկավ ծննդատուն հսկայական ծաղկեփունջով, նվերներով եւ սառը հայացքով, որը նախատեսված էր միայն Լիլիթի համար։ Հուսով եմ, որ աղջկա մեջ կլինեն մեր գեները, ասաց նա։ Դստեր ծնվելուց հետո ամեն ինչ ավելի վատացավ։ Սկեսուրը պահանջում էր, որ թոռնուհուն բերեն ամեն շաբաթ, հետո ավելի հաճախ։ Քննադատում էր դաստիարակության մեթոդները, դայակին, զարգացնող խաղալիքները։ Մի անգամ Լիլիթը լսեց, թե ինչպես է Զովիկը ասում Մարիամին. «Տատիկը քեզ ավելի շատ է սիրում, քան բոլորը աշխարհում, ավելի շատ, քան մաման, հիշիր սա»։ Աղջիկը 1.5 տարեկան էր, նա ոչինչ չհասկացավ, բայց Լիլիթը հասկացավ։ Նա փորձեց խոսել Գևորգի հետ, նա լսում էր, գլխով արձակում, խոստանում էր խոսել մոր հետ, բայց ոչինչ չէր փոխվում։ Դանդաղ Լիլիթը սկսեց նկատել, որ ամուսինը ավելի հաճախ կանգնում է մոր կողմում, անուղղակիորեն։ Նա երբեք ուղղակի չէր ասում, որ կինը սխալ է, բայց նրա լռությունը ավելի բարձր էր խոսում, քան խոսքերը։ Գուցե Մարիամին ավելի հաճախ բերենք, մաման այնքան է կարոտում։ Գուցե մամայի խորհուրդը լսենք մանկապարտեզի վերաբերյալ, նա լավ կապեր ունի, գիտի թե ուր է ավելի լավ։ Գուցե նոր տարին ծնողների մոտ անցկացնենք, նրանք կնեղանան, եթե հրաժարվենք։ Լիլիթը համաձայնում էր, զիջում, դիմանում, որովհետև սիրում էր ամուսնուն, որովհետև հավատում էր։ Որ վաղ թե ուշ նա կհասկանա, որովհետև չափազանցը բարդ էր մորն բողոքելու համար։ Եվ ահա այսօրվա երեկոն։
4 տարվա դիմակայության գագաթնակետը։ Մարիամը հանկարծ հիշեց Լիլիթը եւ սիրտը սեղմվեց սարսափից։ Նա մնացել էր այնտեղ նրանց հետ։ «Մամ, ես պետք է տանեմ նրան»։ Անահիտը գլուխը թափ տվեց։ «Սպասիր, հիմա դու այն վիճակում չես, եւ մենակ գնալ այնտեղ չի կարելի։ Սպասենք պապային, նա գիտի թե ինչ անել»։ Բայց նա այնտեղ է մենակ այդ կնոջ հետ։ Զովիկը չի դիպչի թորնուհուն։ Մարիամը նրա գլխավոր քարտն է։ Նա ինքան էլ հիմար չէ։ Լիլիթը ուզում էր առարկել, բայց այդ պահին զանգեց դոմոֆոնը։ Անահիտը վեր կացավ, մոտեցավ խողովակին։ «Այո, Անահիտ, ես եմ»։ «Բացիր»։ Ձայնը ճռճռուն էր, թեթև խզվածությամբ, բայց դրանում հնչում էր այնպիսի ուժ, այնպիսի վստահություն, որ Լիլիթն անգիտակցաբար ուղղվեց։ 1 րոպե անց դուռը բացվեց, եւ բնակարան մտավ ծերունի։ Նա մոտ 80 տարեկան էր, բայց շարժվում էր թեթև, առածքական, բարձրահասակ, չոր, մոխրագույն մազերով եւ ծագող մոխրագույն աչքերով։ Հագնված էր պարզ, մուգ սվիտեր սովորական տաբատ, բայց ինչ-որ բան նրա կեցվածքում ասում էր հրամայելու սովորության մասին։ Սա մարդ էր, ում լսում են, ոչ վախից, այլ հարգանքից, կամ վախից էլ, կամ երկուսից միասին։ «Թորնիկս», ասաց նա մոտենալով բազմոցին։ Լիլիթը չգիտեր, թե ինչպես արձագանքել։ Իր առջև կանգնած էր պապիկը, ում նա համարում էր մահացած վերջին 20 տարուց ավելի։ Պապիկը, ով պարզվեց քաղաքի պատմության ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է։ «Բարև ձեզ», անվստահ արտասանեց նա։ Սունենը նստեց կողքին։ Նրա ծանր ձեռքը երակներով դրեց նրա ուսին։ «Ցույց տուր»։ Լիլիթը շրջեց դեմքը դեպի նա։ Պապիկը երկար նայեց կապտուկին, պատրված շուրթին, այտի վրա քերծվածքին։ Նրա դեմքի արտահայտությունը չփոխվեց, բայց աչքերում ինչ-որ բան փայլատակեց։ Մութ, խոր։ «Պատմիր», հրամայեց նա, սկզբից մինչև վերջ, ոչինչ բաց չթողնես։ Եվ Լիլիթը պատմեց 4 տարվա բոլոր նվաստացումները, մանր ծաղրերը, մանիպուլյացիաները։ Պատմեց Գևորգի մասին, նրա թուլության, մոր դիմակայելու անկարողության մասին, Մարիամի մասին, ով ավելի ու ավելի շատ ժամանակ էր անցկացնում սկեսուրի մոտ, այսօրվա երեկոյի մասին, հարվածների, սպառնալիքների մասին։ Սուրենը լուռ լսում էր։ Երբ նա ավարտեց, նա դանդաղ մտածկոտ գլխով արեց։ «Զովիկ Գրիգորյան», արտասանեց նա, կարծես անունը համտեսելով։ «Ես ճանաչում եմ այդ ազգանունը»։ Նրա ամուսինը Արտաշեսը ժամանակին իմ ձեռնարկությունների մատակարարներից մեկն էր, դեռ 90-ականներին։ Մոտավորապես այդպիսի մարդ էր, ինչ-որ բան կապված էր ձախողված նյութերի հետ կարծեմ։ Մենք բաժանվեցինք ոչ լավագույն ձևով։ Նա շրջվեց դեպի Անահիտը։ «Դու ասացիր, որ տեղեկություններ ես հավաքել։ Ինչ ես գտել»։ Մայրը պահարանից հանեց թղթապանակ, սովորական գրասենյակային թղթապանակ լարերով։ Լիլիթը զարմացավ։ Նա չգիտեր, որ մայրը պահում է որևէ փաստաթուղթ ամուսնու ընտանիքի մասին։ Ահա Անահիտը թղթապանակը մեկնեց հորը։ Սա այն է, ինչ կարողացա հավաքել 4 տարվա ընթացքում։ Զովիկը ոչ միայն բիզնեսմենի կին է, նա ինքը վարում է գործերը, ստվերային գործերը։ Արտաշեսը անվանական դեմք է, բոլոր որոշումները կայացնում է նա։ Սուրենը բացեց թղթապանակը, սկսեց թերթել փաստաթղթերը։ Նրա դեմքը չփոխվեց, բայց Լիլիթը նկատեց, թե ինչպես սեղմվեցին նրա շուրթերը։ Որտեղից է սա քեզ մոտ։ Կապեր մնացել են, հանգիստ պատասխանեց Անահիտը։ Ոչ այնպիսիք, ինչպես քոնը, բայց հին ծանոթներից մեկը օգնեց։ Նախքին քնդիչ, ում հետ ես ժամանակին, ընդհանրապես դա կարևոր չէ, կարևորն այն է, ինչ գրված է այնտեղ։ Պապիկը կարդում էր մոտ 10 րոպե։ Լիլիթը լուռ նստած էր, վախենալով շարժվել։ Վերջապես նա փակեց թղթապանակը եւ դրեց սեղանին։ Նշանակում է այսպես, ասաց նա, քո սկեսուրը ոչ միայն վատ կին է, նա հանցագործ է։ Ռեյդերական գրավումներ, անշարժ գույթի խարդախություններ, հարկերից խուսափում։ Եվ սա միայն մակերեսին երևացողն է։ Եթե ավելի խոր փորեր, նա լռեց։ Բայց դա հետո, նախ երեխան։ Մարիամը պետք է վերադառնա մոր մոտ։ Ինչպես, դողաց Լիլիթի ձայնը։ Զովիկն ասաց, որ ունի կապեր, որ կարող է։ Սուրենը ծիծաղեց։ Ծիծաղը ուրախ չէր, կոշտ էր։ Նա չգիտի, թե ինչ է կապը։ Նա կարծում է, որ եթե ամուսինը ընկերացել է մի քանի պաշտոնյայի հետ եւ կերակրում է տեղի ոստիկանին, դա կապեր են։ Ոչ, սա մանրադրամ է։ Իսկ ես, նա չավարտեց։ Հանեց հրախոսը, ժամանակակից ի տարբերություն դստեր, հավաքեց համարը։ Սերոժա, չեմ արթնացրել։ Լավ է։ Ինձ մոտ հրատապ գործ է, ընտանեկան, օգնություն է պետք։ Դադար, հետո, այո, նույն թորնուհիս։ Նրա դուստրը, Երամի աղջիկը, պահում են կամքի դեմ, հասցեն։ Նա հարցական նայեց Լիլիթին։
Պարկային փողոց 12-րդ տուն, շշնջաց նա։ Պարկային 12 Գրիգորյանների տունը։ Այո, նույնը, պետք է երեխային տանենք։ Կանոնավոր Սերոժա, ամեն ինչ պետք է լինի օրինական։ Ոչ մի ինքնագործություն, մայրը Լիլիթ Գրիգորյանը։ Ահա նա կողքիս է նստած, պատրաստ է հաստատել։ Լավ, սպասում եմ զանգին։ Նա դրեց հեռախոսը, բացատրեց նա։ Իմ հին ընկերը, ոստիկանության գնդապետը Թոշակի անցած, բայց նրա եղբորորդին հիմա ղեկավարում է քաղաքային վարչությունը։ 1 ժամից այնտեղ կլինի խումբ։ Զովիկը կարող է որքան ուզի աղմուկ բարձրացնել, բայց երեխային կհանձնեն մորը։ Օրենքը քո կողմն է։ Լիլիթը զգաց, թե ինչպես են աչքերը խայթում արդյունքներից։ Թեթևացումը այնպիսի ալիքով էր եկել, որ նա գրեթե լաց եղավ։ Շնորհակալություն, շշնջաց նա։ Շնորհակալություն մի ասա, ես անում եմ այն, ինչ վաղուց պետք է անեի։ Եթե իմանայի, պապիկը գլուխը թափ տվեց։ Եթե քո մայրը ավելի շուտ ինձ ասեր։ Ես չէի ուզում քեզ ներգրավել, հանգիստ ասաց Անահիտը։ Դու հեռացել էիր գործերից, մտածում էի ինքս կհաղթահարեմ։ Հաղթահարել ես, ձայնում դառնություն կար։ Իմ թորնուհին նստած է ջարդված դեմքով, իսկ ծորնուհուն պահում եմ պատանդի պես։ Սա ես դու անվանում հաղթահարել։ Մայրը գլուխը խոնարհեց։ Լիլիթը զգաց խղճահարություն եւ նրա եւ իր հանդեպ։ Պապիկ, ես ուզում եմ հարցնել։ Գևորգը իմ ամուսինը, նա չգիտի թե ինչ է արել նա։ Նա տանը չէր։ Գուցե։ Պապիկը հետաքրքրությամբ նայեց նրան։ Դու նրան պաշտպանում ես։ Ես Լիլիթը կակազեց։ Իսկ պաշտպանում էր արդյոք նրան ամեն ինչից հետո։ Նա թույլ է, դանդաղ շարունակեց նա։ Միշտ եղել է նրա ազդեցության տակ, բայց չեմ կարծում, որ գիտեր։ Նա երբեք հավանություն չէր տա դրան։ Սուրենը երկար նայեց նրան։ Նրա մոխրագույն աչքերը անթափանց էին։ Դու սիրում ես նրան, ասաց նա։ Սա հարց չէր։ Այո, շշնջաց Լիլիթը, չնայած ամեն ինչին։ Այո, նա այլ էր, երբ ծանոթացանք։ Բարի, քնքուշ, իսկական։ Իսկ հետո նրա մայրը։ Նա վաղուց կոտրել էր նրան, դեռ մանկությունից, եւ նա այդպես էլ չկարողացավ դուրս գալ նրա ստվերից։ Պապիկը մատներով թակեց ծնկին։ Նշանակում է ամուսնալուծություն չես դիտարկում։ Բառը հարվածեց ինչպես ապտակ, ամուսնալուծություն։ Լիլիթը երբեք լուրջ չէր մտածել դրա մասին, նույնիսկ այսօրվա երեկոյից հետո։ Ոչ, վճռական ասաց նա։ Ոչ, դա ելք չէ։ Ես հավատում եմ, որ Գևորգը կարող է փոխվել։ Պետք է փոխվի, երբ իմանա, թե ինչ է արել իր մայրը։ Իսկ եթե չփոխվի, այդ դեպքում Լիլիթը լռեց, հետո բարձրացրեց գլուխը։ Այդ դեպքում ես կպայքարեմ նրա համար, ինչպես պայքարում եմ Մարիամի համար, որովհետև ընտանիքը սուրբ է, դուք ինքներդ եք ասել։ Սուրենը լռեց, հետո անսպասելիորեն ժպտաց, իսկական ժպիտով, որից նրա դեմքին խոր կնճիռներ առաջացան։ Դու Կազարյան ես, ասաց նա, իսկական Կազարյան, չնայած ամեն ինչին։ Հեռախոսը զանգեց 40 րոպե անց, պապիկը պատասխանեց, լսեց, գլխով արեց։ Գնում են երեխայի հետևից։ Սերգեյը կապվել է եղբորորդու հետ, նա ուղարկել է խումբ։ Պաշտոնապես մորի դիմումով չափահաս չհասած երեխայի ապօրինի պահման ստուգում։ Դիմում, չհասկացա, ասաց Լիլիթը։ Ես գրեցի, ասաց Անահիտը։ Մինչ դուք խոսում էիք, ուղարկեցի էլեկտրոնային փոստով հերթապամասնագետին։ Սա բավարար է նախնական ստուգման համար։ Լիլիթը նոր հայացքով նայեց մորը։ Այդ հանգիստ կինը, ով կարծես վախենում էր սեփական ստվերից, գործում էր հստակ, արագ, արդյունավետ։ Մամ, դու։ Ես 20 տարի եղել եմ իմ հոր դուստրը, հանգիստ պատասխանեց Անահիտը։ Մի քանի բան մտել է արյանս մեջ, որքան էլ փորձել եմ մոռանալ։ Նրանք սպասում էին, րոպեները դանդաղ էին անցնում։ Լիլիթը նայում էր հեռախոսին, եւ վախենալով, եւ ցանկանալով, որ այն զանգի։ Պապիկը անշարժ նստած էր, աչքերը փակած, կամ քնում էր, կամ մտածում։ Մայրը թե էր յափում, թեև ոչ ոք չէր խնդրել։ Վերջապես զանգը։ Այո, լսեց պապիկը։ Հասկացա, բերեք այստեղ։ Հասցեն։ Նա թելադրեց բնակարանի հասցեն։ Լավ է, սպասում եմ։ Նա նայեց Լիլիթին։ Մարիամին վերցրել են, բերում են այստեղ։ Զովիկը փորձել էր աղմուկ բարձրացնել, բայց ոստիկանները անզիջում էին։ Պաշտոնական ստուգում, մոր իրավունքներ, ամեն ինչ օրենքով։ Լիլիթը ձեռքերով ծածկեց դեմքը։ Ուսերը դողացին։ Դա թեթևացման արդյունքներ էին, տաք, աղի, ազատագրող։ Իսկ Գևորգը վերջապես հարցրեց նա, երբ կարողացավ խոսել։ Նա տանը չէր։ Վերադարձավ, երբ ոստիկանները արդեն հեռանում էին։ Սերգեյի խոսքերով շոկի մեջ էր, փորձում էր ինչ-որ բան պարզել, բայց նրան ասել են դիմի բաժին։ Նա չգիտեր, շշնջաց Լիլիթը։ Ես ասում էի, նա չգիտեր։ Գուցե, զսպված համաձայնեց պապիկը։
իսկ գուցե ձևացնում է, ժամանակը ցույց կտա։ Կենշամանց դրան զանգը հնչեց, Լիլիթը վեր թրավ, շտապեց բացել, մոռանալով ցավը, կապտուկները, ամեն ինչ։ Դրան շեմին կանգնած էր ոստիկան, երիտասարդ տղա համազգեստով, եւ ձեռքից բռնած էր փոքրիկ աղջիկը, վարդագույն զգեստով։ Մամա, Մարիամը խզվեց ու շտապեց դեպի նա։ Լիլիթը բռնեց դստերը գրկախառն, սեղմեց իրեն, խեղդվելով երջանկությունից ու արդյունքներից։ Արևիկս իմ, աղջիկս, ամեն ինչ լավ է, մաման այստեղ է։ Աղջիկը գրկում էր նրա պարանոցը, քիթը թաղած ուսին։ Նա վախեցած էր։ Լիլիթը զգում էր, թե ինչպես է բաբախում նրա փոքրիկ սրտիկը, բայց նա այստեղ էր, անվտանգ։ Լիլիթ, դիմեց ոստիկանը, խնդրում եմ ստորագրեք, երեխան փոխանցվել է մորը։ Նա ստորագրեց, առանց նայելու, ինչ-որ թղթեր, ինչ-որ ձևականություններ, ամեն ինչ անկարևոր էր թվում, կարևոր էր միայն Մարիամը, նրա տաք մարմնիկը, նրա կաթնային ծանոթ հոտը։ Երբ դուռը փակվեց, Լիլիթը դստերը բերեց սենյակ։ Մարիամը տեսավ անծանոթ ծերունուն ու լռեց, սեղմվելով մամային։ Սա քո տատիկի հայրն է, փափուկ ասաց Լիլիթը։ Հիշում ես, ես քեզ հեքիաթներ էի պատմում խիզախ ասպետի մասին, ով պաշտպանում է արքայադուստրերին։ Սա նա է։ Սուրենը վեր կացավ, մոտեցավ։ Նրա դեմքը սովորաբար խիստ, մեղմացավ։ Բարև Մարիամիկ, ասաց նա, ինչպիսի գեղեցկուհի ես դու, մամայիդ ու տատիկիդ նման։ Աղջիկը նայում էր նրան մանկական զգուշավորությամբ, բայց առանց վախի։ Հետո անսպասելիորեն ձեռքը մեկնեց ու դիպչեց նրա այտին։ Պապիկը կոշտ է, հայտարարեց նա։ Պապիկը ծիծաղեց, ցածր, հնչեղ, իսկական ծիծաղով։ Մոռացել եմ սափրվել, շատ էի շտապում, քեզ մոտ էի շտապում, արքայադուստուր։ Մարիամը ժպտաց, վստահորեն, բաց։ Երեխաները զգում են բարին, եւ ծերունին, չնայած իր բոլոր հեղինակությանը, բարի էր իրենց հետ։ Մամ, քեզ մոտ բոբո է, հանկարծ նկատեց աղջիկը, ուսումնասիրելով մոր դեմքը։ Մաման ընկավ, արագ ասաց Լիլիթը, սայթաքեց, բայց շուտով կբուժվի։ Աղջիկան ստելը տհաճ էր, բայց ճշմարտությունն ասելը անհնար էր, ոչ հիմա, ոչ նրա ներկայությամբ։ Անահիտը մոտեցավ, վեցրեց թորնուհուն գրկախառն։ Գնանք, Մարիամիկ, տատիկը քեզ ցույց կտա քո սենյակը, այնտեղ կա տիկնիկների տուն, հին դեռ մամայից ժամանակներից, ուզում ես տեսնել։ Աղջիկը գլխով արեց, թույլ տվեց տանել իրեն։ Երբ նրանք անհետացան հարևան սենյակում, Սուրենը շրջվեց դեպի Լիլիթը։ Հիմա մեծերի խոսակցություն է, ասաց նա։ Քո սկեսուրը այսօր հանցանք է գործել, հարվածներ առողջությանը վնաս պատճառել, սպանության սպառնալիք։ Իսկ այն, որ ասել է ընդմիշտ կանհետանաս, հենց այդպես է որակվում, երեխայի ապօրինի պահում, գումարած փաստաթղթերը, որոնք հավաքել է քո մայրը։ Եթե ամեն ինչը փոխանցեն քննչական կոմիտե, ոչ, ընդհատեց Լիլիթը։ Պապիկը լռեց, բարձրացնելով հոնքը։ Ոչ, դեռ ոչ։ Ես ուզում եմ, ես պետք է խոսեմ Գևորգի հետ, նրան շանս տամ։ Եթե նա իմանա, թե ինչ է տեղի ունեցել եւ կանգնի մոր կողմում, ապա այո, այդ դեպքում թող օրենքը զբաղվի, բայց եթե նա ընտրի ինձ։ Դու միամիտ ես, կոշտ ասաց պապիկը։ Նա 29 տարի ընտրել է մորը։ Կարծում ես մեկ երեկոյում ինչ-որ բան կփոխվի։ Ես կարծում եմ, որ մարդիկ կարող են փոխվել, հատկապես երբ հասկանում են, որ կորցնում են ամենաթանկը։ Նրանք նայում էին միմյանց, ծերունին ու երիտասարդ կինը, երկու կամք, երկու համառություն, մեկ արյուն։ Լավ է, վերջապես ասաց Սուրենը, ես քեզ ժամանակ կտամ, 1 շաբաթ, բայց եթե այդ շաբաթվա ընթացքում քո ամուսինը չափացուցի, որ տղամարդ է ոչ թե մամայի պոչ, ես կգործեմ իմ ձևով, եւ այդ դեպքում նրա մորը քիչ չի թվա, եւ իրեն էլ, եթե կանգնի նրա կողմում։ Համաձայն ես։ Համաձայն, շշնջաց Լիլիթը։ Պապիկը գլխով արեց, իսկ հիմա քնել, վալը բոլորի համար ծանր օր է լինելու։ Լիլիթը պառկեց իր հին մանկական սենյակում։ Մարիամը քնում էր կողքին, գրկած արջուկը, նույնպես մամայի մանկությունից։ Ժղաշների միջով ներս էր թափանցում փողոցային լապտերի լույսը։ Նա նայում էր առաստաղին ու մտածում Գևորգի մասին, նրա աչքերի մասին, տաք, շագանակագույն, բարի, նրա ձեռքերի մասին, քնքուշ, քնքուշ, նրա ձայնի մասին, փափուկ, հանգստացնող։ Նա սիրում էր իրեն, նա գիտեր դա, զգում էր։ Նա սիրում էր իրեն չնայած ամեն ինչին։ Պարզապես նրա սերը թույլ էր, անվստահ, ճնշված մոր ազդեցությամբ։ Բայց արդյոք սերը չի կարելի աճեցնել, արդյոք չի կարելի օգնել, որ այն ամրանա։ Լիլիթի հեռախոսը 3 երեկոյան նստել էր։ Նա չգիտեր Գևորգը զանգել է, գրել է,
Չգիտեր, թե ինչ են ազգում, ինչ է մտածում, բայց հավատում էր։ Հավատում էր չնայած ամեն ինչին, որ վաղը նա կգտնի իրեն, կգա, եւ այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա։ Քնելիս նա հիշեց իրենց առաջին հանդիպումը։ Սուրճը թղթե բաժակներով, աշնանային տերևները ոտքերի տակ, նրա բաց իսկական ժպիտը։ Ես կպայքարեմ քեզ համար, շշնջաց նա խավարում, մեզ համար, մեր ընտանիքի համար։ Եվ քնեց անհանգիստ, զգոն քնով, պատրաստ արթնանալու ցանկացած շշուկից։ Առավոտը սկսվեց դրան զանգով։ Լիլիթը վեր թռավ, սիրտը խելագարորել բաբախեց։ Առաջին միտքը Գևորգը, երկրորդը սկեսուրը, երրորդը ոստիկանությունը։ Անահիտը առաջ անցավ, երբ Լիլիթը դուրս վազեց միջանցք, մայրը արդեն բացում էր դուռը։ Դրան շեմին կանգնած էր Գևորգը, նա սարսափելի տեսք ուներ, աչքերը կարմիր, չսափրված, մաշված շապիկով, դատելով ամեն ինչից ամբողջ գիշեր չէր քնել։ Լիլիթ, արտաշնչեց նա, տեսնելով կնոջը։ Աստված իմ Լիլիթ։ Նրա հայացքը ընկավ նրա դեմքի վրա, կապտուկների պատրված շուրթի վրա։ Նա գունատվեց։ Սա ճիշտ է այն, ինչ ասացին ոստիկանները, որ մաման թող ներս մտնի, հանգիստ ասաց Լիլիթը, մենք պետք է խոսենք։ Անահիտը կողքի ետ քաշվեց։ Գևորգը անվստահ քայլեց, շեմը հատելով, կարծես վախենալով, որ կվռնեն։ Մարիամը, առաջին հարցը Լիլիթինն էր, քնում է մամայի հետ։ Նրանք անցան խոհանոց, Լիլիթը ջուր լցրեց իրեն եւ նրան, ձեռքերը չէին դողում, թեև ներսում ամեն ինչ դողում էր։ Պատմիր, հրամայեց նա։ Եվ Գևորգը պատմեց։ Նա աշխատանքում էր, ուշացել էր միջև ուշ գիշեր, զբաղված էր նոր նախագծի փաստաթղթերով։ Հեռախոսը դատարկվել էր, լիցքավորիչը մոռացել էր տանը։ Երբ եկավ դարպասի մոտ ոստիկանական մեքենա տեսավ։ Զովիկը գոռում էր ինչ-որ բանի մասին, անօրինականություն, ինքնակամություն։ Ոստիկանները տանում էին Մարիամին։ Ես ոչինչ չէի հասկանում, ասում էր նա։ Եվ նրա ձայնը կոտրվում էր։ Մաման պնդում էր, որ սա ինչ-որ սխալ է, որ դու խելագարվել ես, բայց ես չէի հավատում, չէի կարող հավատալ։ Զանգեցի բաժին, այնտեղ ասացին, որ դու դիմում ես ներկայացրել, որ երեխան օրենքով փոխանցվել է մորը։ Հարցրի ինչ դիմում, եւ նրանք պատմեցին հարվածների, սպառնալիքների մասին։ Նա բարձրացրեց աչքերը դեպի նա, լի ցավով, մեղքիկ զգացումով, հուսահատությամբ։ Ասա, որ սա սուտ է, ասա, որ ինչ-որ սխալ է, իմ մայրը, նա չէր կարող, նա երբեք։ Նայիր ինձ, հանգիստ ասաց Լիլիթը, նա նայում էր աչքի տակի կապտուկին, պատրված շուրթին, այդի վրա քերծվածքին։ Սա արել է քո մայրը երեկոյան իր սենյակում։ Նա ծեծում էր ինձ եւ ասում, որ ես ձեր ընտանիքի ամոթն եմ, որ կստիպի քեզ ամուսնալուծվել ինձանից, որ կվերցնի Մարիամին, որ ես ընդմիշտ կանհետանամ, եթե փորձեմ դիմադրել։ Գևորգը լռում էր, նրա դեմքը մոխրագույն էր, անկենդանան։ Ես չէի հավատում, վերջապես արտասանեց նա։ Երբ ոստիկանները ասում էին, չէի հավատում, մտածում էի ինչ-որ թյուրիմացություն է։ Նա վեր կացավ, մոտեցավ պատուհանին, ուսերը դողում էին։ Ամբողջ գիշեր մտածում էի, հիշում էի, թե ինչպես է նա միշտ եղել այդպիսի կոշտ, վերահսկող, ինչպես է հայրս լռում, երբ նա գոռում է, ինչպես ես եմ լռում, երբ նա նվաստացնում է քեզ։ Մտածում էի, սա պարզապես նրա բնավորությունն է, որ ուզում է բարիք, պարզապես չգիտե, թե ինչպես արտահայտել, բայց սա ոչ թե բնավորություն է, սա հիվանդություն է։ Նա շրջվեց. Լիլիթ, ես մեղավոր եմ քո առջև, Մարիամի առջև, մեր առջև։ Ես պետք է պաշտպանեի ձեզ, բայց փոխարենը, այո, ասաց Լիլիթը, պետք էր, բայց չպաշտպանեցիր։ Խոսքերը հնչեցին կոշտ, բայց նա չէր կարող այլ կերպ։ 4 տարվա լռություն, դիմացկունություն, զիջումներ, ամեն ինչ դուրս էր պոկվում։ Ես շատ անգամ փորձել եմ ասել քեզ, բայց դու չես լսել կամ չես ուզել լսել։ Քեզ համար ավելի հեշտ էր համաձայնել նրա հետ, քան վիճել։ Ավելի հեշտ ձևացնել, որ ամեն ինչ նորմալ է, քան ընդունել, որ քո մայրը հրեշ է։ Գիտեմ, շշնջաց նա, ամեն ինչ գիտեմ։ Ես չգիտեմ, թե ինչպես ուղղել, բայց ուզում եմ։ Ուզում եմ ուղղել, ուզում եմ լինել քեզ կողքին, Մարիամի կողքին, ուզում եմ լինել իսկական ամուսին, իսկական հայր։ Լիլիթը լռում էր, նայում էր նրան, այն տղամարդուն, ում սիրում էր չնայած ամեն ինչին, նրա կարմիր աչքերին, դողացող ձեռքերին։ Սա պարզապես խոսքեր չեն, վերջապես ասաց նա։
Դու հասկանում ես, սա ոչ թե ներիր է, ոչ թե երկրորդ շանս, սա ընտրություն է։ Դու պետք է ընտրես ես ու Մարիամը, թե քո մայրը, երրորդը չկա։ Ես ընտրում եմ ձեզ, անմիջապես պատասխանեց նա, քեզ, Մարիամին, մեր ընտանիքը, առանց դատանումների։ Հեշտ է ասել, իսկ երբ քո մայրը զանգի, լաց լինի, ասի, որ դու դավաճանում ես նրան, որ ամեն ինչ արել է քո բարօրության համար, կդիմանաս, Գևորգը սեղմեց բռունցքները։ Կդիմանամ, որովհետև նա գրեթե սպանեց այն կնոջն, ում սիրում եմ, գրեթե զրկեց ինձ դստերս, եւ ես չեմ կարող ներել դա նույնիսկ նրան։ Խոհանոցի դրան մոտ հայտնվեց Անահիտը, հետևից պապիկի բարձրահասակ կերպարը։ Հուզիչ է, ասաց Սուրենը, բայց խոսքերը քամի են, գործերը քար։ Երիտասարդ մարդ, պատրաստ եք ապացուցել ձեր խոսքերը։ Գևորգը սարսափեց տեսնելով ծերունին։ Ինչ որ բան փայլատակեց նրա աչքերում, ճանաչում, վախ։ Դուք Կազարյանն եք, Սուրեն Կազարյան։ Նա ինքը, քո դստեր տատիկի հայրը, եւ շատ դժգոհ մարդ։ Պապիկը մտավ խոհանոց, նստեց սեղանի շուրջ։ Նրա ներկայությունը լցրեց ամբողջ տարածքը։ Ձեր մայրը հանցանք է գործել, մի քանի հանցանք։ Յուրաքանչյուրի համար նախատեսված է ժամկետ։ Ես կարող եմ անել այնպես, որ նա մոտակա տարիները անցկացնի ոչ այնքան հեռավոր վայրերում, բայց իմ թոռնուհին նայեց Լիլիթին։ Ինչ որ պատճառով կարծում է, որ ձեզ շանս է պետք, որ դուք կարող եք փոխվել։ Ես չեմ հավատում դրան, բայց հարգում եմ նրա կարծիքը։ Նա լռեց։ Ուստի առաջարկում եմ գործարք։ Դուք ամբողջությամբ հեռացնում եք ձեր մորը ընտանիքի բոլոր գործերից։ Նա ոչ մի պատճառով չի մոտենա Լիլիթին եւ Մարիամին։ Եթե խախտի այս պայմանը, ես բոլոր նյութերը կփոխանցեմ քննչական կոմիտե, եւ այդ ժամանակ նրա վերջն է, եւ ձերն էլ, եթե փորձեք պաշտպանել նրան։ Հասկանալի է։ Գևորգը կուլ տվեց։ Հասկանալի է։ Սա ամենը չէ։ Իմ մոտ կա տեղեկատվություն ձեր ընտանիքի գործերի մասին, թե ինչպես է ձեր մայրը կառուցել ձեր հոր բիզնեսը, ում ձեռքերն են կեղտոտ։ Ես առայժմ կպահեմ այդ տեղեկատվությունը, բայց եթե խաբեք իմ թոռնուհուն, եթե թեկուզ մեկ անգամ ստիպեք նրան լաց լինել, ես կկործանեմ ամեն ինչ ստեղծել է ձեր մայրը, ամեն ինչ հիմքից։ Լսում եք ինձ։ Լսում եմ։ Լավ։ Պապիկը ետ թեքվեց աթոռի թիկունքին։ Այդ դեպքում գնացեք տուն, ձեր մոր մոտ։ Բացատրեք նրան նոր կանոնները եւ աղոթեք, որ ընդունի, որովհետեւ եթե չընդունի, նա չավարտեց, պետք չէր։ Գևորգը վեր կացավ, երկար ուշադիր նայեց Լիլիթին։ Ես կվերադառնամ, ասաց նա, այսօր երեկոյան, եւ կտանեմ ձեզ տուն, մեր տուն, առանց նրա։ Եվ դուրս եկավ։ Երբ դուռը փակվեց, Սուրենը գլուխը թափ տվեց։ Տեսնենք, թե ինչի է ընդունակ, բայց ես չէի խաղադրույք կատարի։ Ես հավատում եմ նրան, հանգիստ ասաց Լիլիթը։ Գիտեմ, պատասխանեց պապիկը, հենց դրա համար էլ շանս եմ տալիս, քեզ համար։ Նա վեր կացավ, մոտեցավ նրան, դրեց ձեռքը ուսին։ Դու ուժեղ ես, Լիլիթ, ավելի ուժեղ, քան կարծում ես, ավելի ուժեղ, քան նա։ Ինչ էլ լինի հիշիր, ես կողքիդ եմ, եւ ոչ ոք այլևս չի համարձակվի դիպչել քեզ։ Օրը ձգվում էր դանդաղ, ինչպես խիտ մեղր։ Լիլիթը տեղը չէր գտնում։ Մեկ նստում էր Մարիամի կողքին, դիտելով, թե ինչպես է նա խաղում տիկնիկներով։ Մեկ վեր էր կենում մոտենում պատուհանին, հետո նորից նստում, սպասումը կրծում էր ներսից։ Անահիտը մի քանի անգամ փորձեց շեղել նրա ուշադրությունը։ Առաջարկում էր թեյ, ջաշ, զբոսանք։ Լիլիթը հրաժարվում էր։ Պապիկը մեկնել էր առավոտյան։ Գործեր, ասաց նա, առանց հստակեցնելու։ Թողեց հեռախոսահամարը, պատմիրեց զանգել, եթե ինչ-որ բան։ Երեկոյան սկսվեց անձրև, ցուրտ հոկտեմբերյան, թմբկահարելով ապակուն։ Լիլիթը նայում էր մոխրագույն հոսքերին, մտածելով Գևորգի մասին։ Ինչ է կատարվում հիմա նրանց տանը, ինչ խոսակցություն է ընթանում նրա եւ մոր միջև։ Դրան զանգը հնչեց ժամը 8-ին։ Լիլիթը վեր թռավ, բայց մայրը առաջ անցավ։ Դրան շեմին կանգնած էր Գևորգը, թրջված մինչև ոսկոր, ձեռքին ճամպրուկ, հետևում մեկ այլ, ավելի մեծ ճամպրուկ։ Սրանք ձեր իրերն են, ասաց նա նայելով Լիլիթին եւ Մարիամի իրերին։ Հավաքեցի ամեն ինչ կարողացա։ Մնացածը հետո կվերցնենք։ Դու հեռացել ես տնից։ Այո։ Նա անցավ շեմը, իջեցրեց ճամպրուկները։ Ջուրը հոսում էր նրա մազերից, պաճկոնից կազմելով լճակներ հատակին։ Ես այլևս չեմ կարող այնտեղ լինել իմանալուց հետո։ Անահիտը լուր բերեց սրբիչ։ Գևորգը սրբեց դեմքը, բայց նույնիսկ պաճկոնը չհանեց։ Կանգնած էր նայելով կնոջը, եւ նրա աչքերում այնպիսի ցավ կար, ինչպիսին Լիլիթը երբեք չէր տեսել։ Պատմիր, խնդրեց նա։ Նրանք նստեցին խոհանոցում։ Մարիամը վաղուց քնած էր, հոգնած օրվանից։ Անահիտը ստուշորեն հեռացավ իր սենյակը, թողնելով նրանց մենակ։ Գևորգը երկար խոսեց այն մասին, թե ինչպես է վերադարձել տուն եւ պահանջել բացատրություններ, ինչպես է մայրը սկզբում ժխտել ամեն ինչ, հետո արքարացել, հետո անցել հարձակման։ Նա ասաց, որ դու ես հրահրել նրան, որ դու ինքդ ես խնդրել,
որ դու քանդում ես մեր ընտանիքը քո հավակնություններով եւ պահանջներով։ Լիլիթը լուր լսում էր, ձեռքերը սեղմում էին բռունցքների մեջ, հարցրի փաստաթղթերի, հոգեբանի եզրակացության մասին։ Նա ասաց, որ դա քո իսկ բարօրության համար է, որ դու անկայուն ես, որ քեզ բուժում է պետք, որ ուզում էր օգնել։ Նա լռեց, հետո շարունակեց, խուլ, դժվարությամբ ընտրելով բառերը։ Եվ այդ ժամանակ հասկացա, որ նա ոչ միայն խիստ է, ոչ միայն իշխանասեր, նա հիվանդ է, իսկապես։ Նա չի տեսնում սահմաններ, չի հասկանում, թե ինչ է կարելի եւ ինչը ոչ։ Նրա համար գոյություն ունի միայն իր կարծիքը, իր ցանկությունը, իր ճշմարտությունը։ Մնացած ամեն ինչ թշնամիներ են։ Իսկ հայրդ, հանգիստ հարցրեց Լիլիթը, ինչ ասաց։ Գևորգը գլուխը խոնարհեց։ Լռում էր ինչպես միշտ, նստած էր իր աշխատասենյակում եւ լռում։ Երբ մտա մոտը, նա միայն նայեց ինձ եւ ասաց. Ես չեմ կարող կանգնեցնել նրան։ Երբեք չի կարողացել եւ շրջվեց։ Լիլիթը զգաց խղճահարության խայթոց, տարօրինակ, անտեղի խղճահարություն այդ ծեր մարդու հանդեպ, ով ամբողջ կյանքում եղել է կնոջ ստվերը։ Ես ասացի մորս, որ հեռանում եմ, շարունակեց Գևորգը։ Որ տանում եմ քեզ եւ Մարիամին, որ այլևս չեմ դիմանա։ Նա գոռում էր, սպառնում էր զրկել ժառանգությունից, դուրս շպրտել ընկերությունից, կործանել կարիերան։ Իսկ հետո նա բարձրացրեց աչքերը, դրանց մեջ փայլեց խոնավություն։ Հետո նա լաց եղավ։ Առաջին անգամ կյանքում տեսա, թե ինչպես է նա լաց լինում։ Ասում էր, որ ես անշնորհակալ եմ, որ ամեն ինչ արել է ինձ համար, որ առանց նրա ոչինչ չէի հասնի։ Եվ ես գրեթե հավատացի, գրեթե։ Բայց հետո հիշեցի քո դեմքը, կապտուկները, շուրթի դարյունը եւ հասկացա ոչ, սա մանիպուլյացիա է։ Նա միշտ այդպես է արել, երբ ուժով չէր կարողանում ճնշել, ճնշում էր խղճահարությամբ։ Լիլիթը լռում էր, ինչ ասել այստեղ։ Ես հեռացա, ավարտեց Գևորգը։ Հավաքեցի իրերը եւ հեռացա։ Նա գոռում էր հետևիցս, որ կզղջամ, որ այդպես չի թողնի։ Բայց ինձ արդեն ամեն ինչ հավասար էր։ Նա մեկնեց ձեռքը, զգուշորեն դիպչեց նրա ափին։ Լիլիթ, հասկանում եմ, որ դու չես կարող անմիջապես ներել ինձ, որ պետք է ապացուցեմ գործերով, ժամանակով։ Բայց ուզում եմ փորձել, ուզում եմ լինել քեզ կողքին, Մարիամի կողքին, եթե թույլ տաս։ Լիլիթը նայում էր նրա ձեռքին, մեծ, տաք, ծանոթ։ Այդ ձեռքը ժամանակին այնքան քնքուշ էր գրկում իրեն։ Այդ ձեռքը ժամանակին պահում էր նրանց դստերը, նորածին, մանրիկ, անօգնական։ Թույլ կտամ, ասաց նա։ Բայց սա երկար ճանապարհ է լինելու։ Եվ եթե թեկուզ մեկ անգամ, գիտեմ, ընդհատեց նա։ Գիտեմ, երբեք այլևս, կոչում եմ։ Նրանք լուր նստեցին, ձեռք ձեռքի բռնած։ Պատուհանից դուրս անձրև էր աղմկում, եւ առաջին անգամ շատ երկար ժամանակ Լիլիթին թվաց, որ գուցե ամեն ինչ դեռ լավ կլինի։ Հաջորդ օրերը տարօրինակ էին, նրանք 4-ով ապրում էին Անահիտի փոքրիկ բնակարանում, Լիլիթը, Գևորգը, Մարիամը եւ Մայրը։ Տեղը նեղ էր, անհարմար, բայց ինչ որ կերպ հարմարավետ։ Գևորգը քնում էր հյուրասենյակում ծալովի մահճակալի վրա։ Չէր բողոքում, չէր դժգոհում։ Վեր էր գնում բոլորից շուտ, պատրաստում էր նախաճաշ, անջարկար, բայց ջանասիրաբար։ Խաղում էր Մարիամի հետ, կարդում հեքիաթներ ու սերին էր քնում բնակարանով։ Աղջիկը երջանիկ էր, պապան կողքին է, մաման կողքին, տատիկը կողքին։ Ինչ էլ պետք երեխային։ Լիլիթը դիտում էր ամուսնուն եւ փորձում հասկանալ, ձևացնում է, թե իսկապես փոխվել է։ Ամեն ժեստը, ամեն խոսքը վերլուծում էր, փնտրում էր խաբեություն, բայց չէր գտնում։ Նա իսկական էր, այնպիսին ինչպիսին հիշում էր սկզբում, մինչև հարսանիքը, մինչև սկեսուրը։ Երրորդ օրը զանգեց պապիկը Լիլիթին. «Պետք է խոսեմ քեզ հետ եւ քո ամուսնու հետ էլ։ Եկեք իմ մոտ»։ Հասցեն։ Նա թելադրեց. Սոսնի ավան, Լեռնային փողոց, 4-րդ տուն։ Լիլիթը գրեց, թեև ձեռքերը թեթևակի դողում էին։ Սոսնի ավանը քաղաքից 1 ժամ հեռավորության վրա էր։ Հեղինակավոր թաղամաս, կոթեջներ, ցանկապատեր, պահակություն։ Գևորգը մեքենան վարում էր լուռ, կենտրոնացած ճանապարհին։ Լիլիթը նայում էր պատուհանից, անցնող ծառերին։ Պապիկի տունը պարզվեց ոչ այնպիսին, ինչպես սպասում էր, ոչ պալատ, ոչ առանձնատուն։ Բարեկառույց փայտե երկհարկանի տուն, շրջապատված սոչիներով, պարզ ցանկապատ, ոչ մի ցուցադրականություն։ Միայն սյուների վրա տեսախցիկները ցույց էին տալիս։ Այստեղ ապրում է անսովոր թոշակառու։ Սուրենը դիմավորեց նրանց աստիճաններին։ Հագնված էր տնային, սվիտեր, հյուսված ժիլետ, հողաթափեր։ Ընդհանրապես չէր նմանվում քաղաքի տիրոջը։ Մտեք, ասաց նա, թեյ կխմենք եւ կխոսենք։ Ներսում տաք էր, հոտ էր գալիս փայտից, հյուրասենյակում բուխարի էր վառվում։
Կահույքը պարզ էր, գրեթե ասկետիկ։ Գրքեր տարակներում, հին լուսանկարներ պատերին, մաշված գորքատակին։ Նստեք, պապիկը ցույց տվեց բազմոցը, հիմա Թամարան թեյ կբերի։ Թամարան պարզվեց 60-ամյակին, բարի դեմքով եւ աշխատասեր ձեռքերով։ Նա բերեց սկուտեղը թեյով, թխված քաբլիտներով եւ մուրաբայով, ժպտաց Լիլիթին եւ անհետացավ։ Իմ տնային աշխատողը, բացատրեց պապիկը, 30 տարի ինձ հետ, դեռ այն ժամանակներից, երբ ակտիվ էի։ Նա նստած, երկար, գնահատող հայացքով նայեց Գևորգին։ Իսկ այդպես, երիտասարդ մարդ, դուք հեռացել եք մորից։ Դա լավ է, բայց բավարար չէ։ Հասկանում եմ, գլխով արեց Գևորգը։ Պատրաստ եմ անել ամեն ինչ, ինչ պետք է։ Ամեն ինչ։ Պապիկը բարձրացրեց հոնքը։ Նույնիսկ եթե դա նշանակում է կործանել նրան, Գևորգը գունատվեց։ Ինչ նկատի ունեք։ Սուրենը սեղանի տակից հանեց հաստ թղթապանակ, դրեց սեղանին։ Սա հետաքննության արդյունքներն են։ Իմ մարդիկ աշխատել են 3 օր, այնինչ գտել են, նա գլուխը թափ տվեց։ Նույնիսկ ես զարմացած եմ, իսկ ինձ, հավատացեք, դժվար է զարմացնել։ Նա բացեց թղթապանակը, սկսեց թերթել էջերը։ Զովիկ Գրիգորյան, ծնված Կարապետյան, ծնվել է Վանաձորում, տեղափոխվել է այստեղ 1992 թվականին, պաշտոնապես աշխատանքի պատճառով։ Ոչ պաշտոնապես, նա լռեց, ոչ պաշտոնապես փախչում էր քրեական գործից, հատկապես խոշոր չափերի խարտախություն։ Գործը փակվեց ապացույցների անբավարարության պատճառով։ Վկաները հանկարծ լռեցին, նրանցից մեկը ընդհանրապես անհետացավ։ Լիլիթը զգաց, թե ինչպես են սառչում ձեռքերը։ Գևորգը անշարժ նստած էր ինչպես արձան։ Այստեղ մեր քաղաքում նա ծանոթացավ Արտաշես Գրիգորյանի հետ։ Երիտասարդ հերանեկարային ձեռնարկատեր, միամիտ, սիրահարվեց առանց հիշողության։ 6 ամիս հետո ամուսնացան։ Եվս 1 տարի անց Արտաշեսը պաշտոնապես ղեկավարում էր ընկերությունը, բայց բոլոր որոշումները կայացնում էր նա։ Պապիկը սրճեց էջը, ռեյդերական գրավումներ, 3 դեպքի նսունականներին, փոքր ձեռնարկություններ, որոնք չէին կարողանում պաշտպանել իրենց։ Մեթոդները կեղտոտ էին, սպառնալիքներ, շանտաժ, պաշտոնյաների կաշառք։ Մեկ սեփականատերը ինքնասպան եղավ, պաշտոնապես դեպրեսիա, ոչ պաշտոնապես նա նայեց Գևորգին։ Կան վկաներ, որոնք տեսել են, թե ինչպես են քո մոր մարդիկ համոզում նրան։ Գևորգը ձեռքերով ծածկեց դեմքը։ Ես չգիտեի, շշնջաց նա, ասում եմ չգիտեի։ Հավատում եմ, անսպասելիորեն մեղմ ասաց պապիկը, դուք այն ժամանակ երեխա էիք։ Իսկ հետո նա հմտորեն թաքցրեց ամեն ինչ։ Նույնիսկ ձեր հայրը կարծում եմ ամեն ինչ չգիտի։ Նա թույլ մարդ է, նրան ավելի հեշտ է չիմանալ։ Նա փակեց թղթապանակը։ Բայց սա անցյալն է, հիմա ներկան։ Ձեր մայրը շարունակում է գործունեությունը արդեն այլ մեթոդներով, ավելի նուրբ, բայց էությունը նույնն է։ Հարկերից խուսափում, կեղծ ընկերությունների միջոցով, պաշտոնյաներին կաշառք եւ որոշ ավելի վատ բաներ։ Ինչ, խզված հարցրեց Գևորգը։ Նա կապված է մարդկանց հետ, ովքեր զբաղվում են, ասենք, ստվերային բիզնեսով։ Ոչ ուղղակիորեն, միջնորդների միջոցով, բայց կապը կա։ Եթե այս տեղեկատվությունը հասնի իրավապահներին, նա կնստի, ավարտեց Լիլիթը։ Երկար ժամանակ, հաստատեց պապիկը։ Շատ երկար։ Լռությունը կախվեց սենյակում։ Կրակը ճռճռում էր բուխարիում։ Պատուհանից դուրս սոչիներն էին աղմկում։ Ինչու եք մեզ սա պատմում, վերջապես հարցրեց Գևորգը։ Եթե ապացույցներ ունեք, փոխանցեք ոստիկանությանը, թող օրենքը զբաղվի։ Կարող էի, համաձայնեց Սուրենը։ Բայց այդ դեպքում կտուժեիք նաև դուք։ Ձեր ընկերությունը այդ սխեմաների մաս է։ Ոչ անձամբ դուք, բայց պաշտոնապես։ Դուք տնօրեններից մեկն եք։ Ձեզ կհարցաքննեն, կստուգեն, գուցե ներգրավեն որպես համախոհ։ Նույնիսկ եթե արդարացնեն, հեղինակությունը կկործանվի։ Գևորգը ել ավելի գունատվեց։ Եվ ինչ եք առաջարկում։ Պապիկը էդ թեքվեց աթոռի թիկունքին։ Կոմպրոմիս։ Ձեր մայրը ամբողջությամբ հեռանում է բիզնեսից։ Փոխանցում է բոլոր լիազորությունները ձեզ։ Հեռանում է քաղաքից։ Ցանկալի է հեռու եւ երկար ժամանակով։ Չի մոտենում իմ թորնուհուն եւ ծորնուհուն ոչ մի պատճառով։ Դրա դիմաց ես չեմ փոխանցի նյութերը քննչական կոմիտե։ Նա երբեք չի համաձայնի, ասաց Գևորգը։ Դուք չգիտեք նրան։ Նա ավելի շուտ կմեռնի, քան կհրաժարվի վերահսկողությունից։ Այդ դեպքում բանդ, հանգիստ պատասխանեց պապիկը։ Ընտրությունը նրա է։ Լիլիթը նայում էր ամուսնուն։ Նրա դեմքը մոխրագույն էր, խոշորացած։ Նա տեսք ուներ կարծես ամբողջ աշխարհը ընկել էր իր վրա։ Գևորգ, հանգիստ կանչեց նա։ Լսիր ինձ։ Գիտեմ, որ դժվար է։ Նա քո մայրն է, բայց մտածիր Մարիամի մասին։ Մեր դստեր մասին։ Ուզում ես, որ նա մեծանա այնպիսի մարդու կողքին, ով ընդունակ է նման բաների։ Նա բարձրացրեց աչքերը դեպի նա, լի տանջանքով։ Ոչ, շշնջաց նա։ Չեմ ուզում։
Այդ դեպքում որոշիր հիմա եւ այստեղ։ Դու մեզ հետ ես թե նրա հետ։ Գևորգը երկար լռեց, հետո դանդաղ ուղղվեց։ Ես ձեզ հետ եմ, ասաց նա։ Քեզ հետ, Մարիամի հետ, այս ընտանիքի հետ։ Նա նայեց պապիկին։ Ես կխոսեմ մորս հետ, կհաղորդեմ ձեր պայմանները։ Բայց ձայնը դողաց։ Բայց ես չեմ լինի նրա ձերբակալության ժամանակ։ Եթե դրան հասնի, դա իմ ուժերիցս վեր է։ Սուրենը գլխով արեց։ Արդարացի է։ Ես անհնարին չեմ պահանջում։ Միայն վճռականություն եւ հավատարմություն։ Նա վեր կացավ, մոտեցավ Բուխարիին, մտած կոտ նայելով գրակին։ Գիտեք, երիտասարդ մարդ, ես երկար կյանք եմ ապրել։ Շատ բան եմ տեսել։ Մարդկանց, ովքեր դավաճանել են ընտանիքը փողի համար։ Մարդկանց, ովքեր սպանել են իշխանության համար։ Եվ մարդկանց, ովքեր զոհաբերել են ամեն ինչ սիրելիների համար։ Դուք խաչմերուկում եք։ Ձեր ընտրությունից կախված է, թե ով կդառնաք, թե ով կհիշի ձեզ ձեր դուստրը։ Նա շրջվեց։ Մի հիասթափեցրեք նրան, եւ մի հիասթափեցրեք իմ թորնուհուն։ Նրանք վերադարձան լռությամբ։ Անձրևը դադարել էր, բայց երկինքը մնացել էր մոխրագույն, ծանր։ Լիլիթը նայում էր ամուսնու պրոֆիլին, լարված, կենտրոնացած։ Ինչ ես մտածում, հարցրեց նա։ Մանկության մասին, անսպասելիորեն պատասխանեց նա։ Իմ մասին, թե ինչպիսին եմ եղել եւ ինչպիսին եմ դարձել։ Նա լռեց։ Գիտես, ես միշտ այդպիսի թույլ կախված չեմ եղել։ Ժամանակին երազում էի դառնալ ճանապարհորդ, շրջել ամբողջ աշխարհը, տեսնել Աֆրիկան, Ավստրալիան, Անտարկտիդան։ Մաման ծիծաղում էր, ասում էր հիմարություններ։ Դու կղեկավարես ընկերությունը, ինչպես բոլոր նորմալ մարդիկ։ Եվ ես հնազանդվեցի, ինչպես միշտ։ Դեռ ուշ չէ, հանգիստ ասաց Լիլիթը։ Տեսնել աշխարհը, լինել այն, ում ուզում ես։ Այո։ Նա դառը ժպտաց առանց ուրախության։ Իսկապես այդպես ես մտածում։ Ես մտածում եմ, որ դու կարող ես լինել ով ուզես, եթե ուզենաս, եթե ազատվես։ Գևորգը ոչինչ չպատասխանեց, բայց նրա ձեռքը գտավ նրա ձեռքը եւ սեղմեց ամուր, հուսահատորեն։ Զրույցը Զովիկի հետ տեղի ունեցավ հաջորդ օրը։ Գևորգը մեկնեց մենակ։ Լիլիթը առաջարկում էր ուղեկցել, բայց նա հրաժարվեց։ Սա ես պետք է անեմ ինքս։ Դեմ առ դեմ։ Նա վերադարձավ 3 ժամ հետո։ Գունատ, հյուծված, բայց տարօրինակ հանգիստ։ Պատմիր, խնդրեց Լիլիթը։ Նրանք նստեցին խոհանոցում։ Մարիամը դիտում էր մուլտֆիլմեր սենյակում։ Անահիտը գնացել էր խանութ։ Նա հրաժարվեց, ասաց Գևորգը։ Սկզբում ծիծաղեց, հետո գոռաց, հետո լաց եղավ, իսկ հետո նա լռեց։ Հետո ինչ։ Հետո ասաց, որ կկործանի ինձ, քեզ, բոլորիս։ Որ ունի կապեր, որոնք ավելի ուժեղ են ցանկացած Կազարյանից։ Որ նա կուլ տվեց։ Որ նա կհոգա, որ Մարիամը երբեք այլևս չտեսնի ինձ։ Որ կգտնի ճանապարհ։ Լիլիթը զգաց, թե ինչպես է արյունը հոսում դեմքից։ Նա սպառնում էր երեխային։ Ոչ ուղղակիորեն, բայց փաստացի։ Այո, այդ դեպքում ամեն ինչ, վճռական ասաց Լիլիթը։ Այլևս ոչ մի բանակցություն։ Զանգում ենք պապիկին։ Փոխանցում նյութերը։ Սպասիր։ Գևորգը բարձրացրած ձեռքը։ Կա էլ մեկ բան։ Երբ ես հեռանում էի, մոտս եկավ Թամարան։ Ոչ մեր Թամարան։ Մյուսը։ Ծնողների տնային աշխատողը։ Նա աշխատում է նրանց մոտ 15 տարի։ Եվ նա խնդրեց հանդիպում։ Ասաց, որ կարող է շատ հետաքրքիր բաներ պատմել, բայց ոչ տանը, վախենում է։ Դու հավատում ես նրան։ Չգիտեմ, բայց նա անկեղծ էր թվում, վախեցած եւ վճռական միաժամանակ։ Լիլիթը մտածեց. տնային աշխատող, ով գիտի գաղտնիքները։ Դա կարող էր լինել թաքարդ, բայց կարող էր լինել նաեւ բանալի։ Երբ է հանդիպումը։ Վաղը, այգում, Շատրվալի մոտ, ժամը 14-ին։ Ես կգամ քեզ հետ, Գևորգ։ Դա կարող է վտանգավոր լինել։ Հենց դրա համար էլ ես կգամ քեզ հետ։ Թամարանը պարզվեց չոր, հոգնած աչքերով կին, ով անընդհատ շփում էր գլխաշորի եզրը։ Նա նստած էր ցուցարանի մոտ գտնվող նստարանին, շուրջը նայելով ինչպես հետապնդվող կենդանի։ Դուք եկաք, ասաց նա, երբ Լիլիթն ու Գևորգը մոտեցան։ Վախենում էի, որ չեք գա։ Մենք այստեղ ենք, պատասխանեց Լիլիթը։ Պատմեք։ Թամարանը եւս մեկ անգամ շուրջը նայեց։
ձայնը իջեցրեց։ Ես աշխատում եմ Գրիգորյանների մոտ 15 տարի։ Մաքրում եմ, եփում, լվանում, շատ բան եմ տեսել, ավելի շատ եմ լսել։ Տանտիրուհին կարծում է, որ ես կահույք եմ, որ կարելի է իմ ներկայությամբ ասել ամեն ինչ։ Եվ ես լռում էի, այս բոլոր տարիները լռում էի, որովհետև վախենում էի։ Ինչի՞ց էիք վախենում, հարցրեց Գևորգը։ Զովիկից, դուք չգիտեք, թե նա ինչի է ընդունակ։ Դուք կարծում եք խիստ բնավորություն, իշխանասիրություն, ոչ, սա ինչ-որ այլ բան է, սառը, հաշվարկված։ Լիլիթը հիշեց իր խոսակցությունը Սկեսուրի հետ, այդ երեկոն, հարվածները, սպառնալիքները։ Այո, սառը և հաշվարկված, հարմար բառեր։ Ինչ եք ուզում պատմել, հարցրեց նա։ Թամարան պայուսակից հանեց հին կոճակավոր հեռախոս։ Այստեղ ձայնագրություններ են, տանտիրուհու խոսակցություններ։ Ես ձայնագրել եմ վերջին 2 տարիներին, ամեն դեպքի համար։ Նա մեկնեց հեռախոսը Գևորգին։ Վերցրեք, այնտեղ շատ բան կա, փողերի, մարդկանց մասին, ում նա հեռացրել է, ապագայի պլանների և ձեր մասին, Գևորգ, թե ինչ է պատրաստվում անել ձեզ հետ։ Ձեզ նա երբեք չէր պատրաստվում ընկերությունը տալ։ Դուք էիք շիրմա, գեղեցիկ դեմք գործընկերների համար։ Իսկ երբ այլևս պետք չլինեիք, Թամարան չավարտեց։ Գևորգը նայում էր հեռախոսին իր ձեռքերում, կարծես դա նռնակ էր պահում։ Ինչու եք դա անում, հանգիստ հարցրեց Լիլիթը։ Ինչու հիմա։ Կինը բարձրացրեց աչքերը դեպի նա, և Լիլիթը տեսավ արդյունքները։ Որովհետև բավական է, որովհետև ես տեսա, թե ինչ արեց նա ձեզ հետ, երիտասարդ լավ կնոջ հետ, երեխայի մոր հետ, և հասկացա, եթե հիմա չկանգնեցնենք նրան, նա կշարունակի դա անել նորից ու նորից, ուրիշների հետ, ում հետ էլ լինի։ Նա վեր կացավ։ Ես գնում եմ, այսօր երեկոյան մեկնում եմ քրոջ մոտ, Կրասնոդար։ Եթե տանտիրուհին իմանա, որ ես դավաճանել եմ նրան, ինձ լավ չի լինի։ Սպասեք, կանգնեցրեց նրան Լիլիթը։ Ինչպես կապվենք ձեզ հետ, եթե պետք լինեն ցուցմունքներ։ Քրոջս համարը հեռախոսում է, կոնտակտներում կգտնեք։ Թամարան քայլեց հերու, հետո շրջվեց։ Պահպանեք ձեզ և աղջկան։ Զովիկը նա երբեք չի նահանջի։ Նույնիսկ եթե ամեն ինչ կորցնի, կգտնի վրեժխնդրության ճանապարհ։ Սա նրա էությունն է։ Եվ գնաց, գզակած, փոքրիկ և փխրուն աշնանային այգու ֆոնին։ Երեկոյան նրանք լսում էին ձայնագրությունները։ Բոլորը միասին, Լիլիթը, Գևորգը, Անահիտը։ Պապիկը կապի վրա էր հեռախոսով։ Զովիկի ձայնը հնչում էր դինամիկից, սառը, վստահ, անողոք։ Նա խոսում էր մարդկանց մասին ինչպես իրերի, փողի մասին որպես միակ արժեքի, որդու մասին որպես գործիքի։ Գևորգը կանի այն, ինչ ես ասեմ։ Միշտ արել է, նա թույլ է ինչպես հայրը, բայց հնազանդ թույլ։ Դա հարմար է։ Խնդիրը նրա կնոջ մեջ է, չափից շատ է մտածում, չափից շատ է նկատում։ Պետք է ազատվել նրանից։ Կան տարբերակներ, փաստաթղթերը պատրաստ են։ Եթե փորձի ամուսնալուծվել, կջախջախենք նրան, երեխան կմնա մեզ մոտ։ Իսկ նա, լավ, կան մարդիկ, որոնք լուծում են նման հարցեր։ Լիլիթը լսում էր և զգում էր, թե ինչպես է ամեն ինչ սառչում ներսում։ Սա ոչ թե սկեսուր էր, սա հրեշ էր մարդկային կերպարանքով։ Գևորգը նստած էր, գլուխը ձեռքերով բռնած, ուսերը դողում էին։ Երբ վերջին ձայնագրությունն ավարտվեց, լռություն իջավ։ Սա վերջն է, հնչեց պապիկի ձայնը հեռախոսից։ Նման ապացույցներով նա չի դուրս գա։ Ես նյութերը փոխանցում եմ վաղը առավոտյան։ Սպասեք, հանկարծ ասաց Գևորգը։ Ձայնը տարօրինակ էր, խուլ, կոտրված։ Տվեք ինձ ևս մեկ շանս, վերջին անգամ խոսել նրա հետ։ Ինչի համար, Սառա հարցրեց պապիկը։ Դուք լսել եք ձայնագրությունները։ Նա պլանավորում էր կործանել ձեր կնոջը, գուցե ֆիզիկապես։ Ինչ է այստեղ խոսելու։ Ես պետք է հասկանամ, թե ինչու, ինչպես նա դարձավ այդպիսին։ Գուցե բացատրություն կա։ Ոչ, կտրեց Լիլիթը։ Ոչ մի բացատրություն չկա։ Նա հանցագործ է։ Նա սպառնալիք է մեր ընտանիքի համար, մեր դստեր համար, և ես չեմ թույլ տա, որ դու նորից ընկնես նրա ազդեցության տակ։ Լիլիթ, ոչ, նա վեր թռավ։ Դու լսել ես, թե ինչ է ասում։ Ազատվել նրանից։ Կան մարդիկ, որոնք լուծում են նման հարցեր։ Սա իմ մասին է, Գևորգ։ Նա ուզում էր սպանել ինձ, և դու ուզում ես խոսել նրա հետ։ Արդյունքները հոսեցին աչքերից։ Վերջին օրերի ամբողջ ցավը, վախը, լարվածությունը կոտրեցին ամբարտակը։ Գևորգը վեր կացավ, ամուր, հուսահատորեն գրկեց նրան։ Ներիր, շշնջաց նա։ Ներիր, դու ճիշտ ես։ Ես պարզապես։ Ինձ համար դժվար է ընդունել, որ իմ մայրը այդպիսին է, որ ես ապրել եմ կողքին և չեմ տեսել։ Հիմա տեսնում ես, խրովեց Լիլիթը։
եւ պետք է վերջնական ընտրես։ Ես ընտրել եմ, ասաց նա։ Վաղուց ընտրել եմ քեզ, Մարիամին, մեր ընտանիքը։ Պարզապես տուր ինձ ժամանակ ընտելանալու մտքին, որ այլևս մայր չունեմ։ Նրանք կանգնած էին գրկախառն սեյնակի կենտրոնում։ Անահիտը հանգիստ դուրս եկավ, տալով նրանց մենակ մնալու հնարավորություն։ Հաջորդ առավոտյան Սուրենը բոլոր նյութերը փոխանցեց քննչական կոմիկե իր ընկերոջ գնդապետի միջոցով։ Գործը հարուցվեց անմիջապես։ Չափազանց լուրջ մեղադրանք, չափազանց ակնահայտ ապացույցներ։ Լիլիթը իմացավ դրա մասին պապիկից։ Նա զանգեց ժամը 11-ին։ Արված է, ասաց նա։ Քննիչները արդեն գնում են Գրիգորյանների մոտ։ Օրդեր սովորական խուզարկության համար, գուցե ձերբակալության։ Իսկ Գևուրգը նա կդիմանա, նա ավելի ուժեղ է, քան թվում է, ինչպես էլ դու։ Լիլիթը դրեց խողովակը եւ նայեց ամուսնուն։ Նա նստած էր պատուհանի մոտ, նայելով մոխրագույն երկնքին։ Գիտես, ասաց նա։ Գիտեմ, նա չշրջվեց։ Պապիկը զանգեց ինձ քեզանից առաջ։ Եվ ինչպես ես։ Երկար դադար։ Չգիտեմ, վերջապես պատասխանեց նա։ Զգում եմ ինձ դատարկ։ Կարծես ինձանից հանել են ինչ-որ կարևոր բան, ինչ-որ բան, որ միշտ եղել է, եւ հիմա անցք է։ Լիլիթը մոտեցավ, նստեց կողքին, վերցրեց նրա ձեռքը։ Սա կանցնի ժամանակի հետ։ Անցքը կլցվի ուրիշով, ավելի լավով։ Դու այդպես ես մտածում։ Ես գիտեմ։ Նա շրջվեց դեպի նա։ Նրա աչքերում այնպիսի ցավ կար, այնպիսի կորուստ։ Լիլիթ, դու վստահ ես, որ ուզում ես ինձ հետ լինել ամեն ինչից հետո։ Ես այդ ընտանիքի մասն եմ, այդ փտածության։ Դու մասը չես, վճռական ասաց նա։ Դու զոհ ես, ինչպես ես, ինչպես շատ ուրիշներ։ Բայց հիմա մենք ազատ ենք եւ կարող ենք սկսել նորից։ Նորից։ Նա արտասանեց այդ բառը, կարծես համտեսելով։ Ես չգիտեմ, թե ինչպես է դա, նորից։ Ես ամբողջ կյանքս ապրել եմ նրա կանոններով, արել եմ այն, ինչ նա ասում էր, մտածել եմ այն, ինչ նա ներշնչում էր։ Ես չգիտեմ, թե ով եմ առանց նրա։ Կիմանաս, ժպտաց Լիլիթը։ Մենք միասին կիմանանք։ Զովիկի ձերբակալությունը դարձավ քաղաքի գլխավոր նորությունը։ Լրագրողները թռան ինչպես ճանչերը մեղրի վրա։ Տեսախցիկներ, խոսափողեր, հարցեր։ Ճիշտ է, որ Տիկին Գրիգորյանը զբաղվում էր ռեյդերական գրավումներով։ Կա կապ կրիմինալ կառույցների հետ։ Ինչ կասի ընտանիքը։ Գևորգը հրաժարվեց մեկնաբանություններից։ Լիլիթը նույնպես։ Պապիկը հոգ տարավ, որ նրանց չանհանգստացնեն։ Արտաշեսը, սկեսրայրը, զանգեց ձերբակալությունից 2 օր հետո։ Ձայնը հանգիստ էր, կոտրված։ Գևորգ, կարող ենք խոսել։ Նրանք հանդիպեցին սրճարանում, չեզոք տարածք։ Լիլիթը պնդեց, որ գնան միասին։ Արտաշեսը տեսք ուներ 10 տարով ծերացած, մոխրագույն մազերը խառնված, աչքերը կարմիր, ձեռքերը դողում էին։ Ես չգիտեի, ասաց նա հենց որ նստեցին, չգիտեի ամեն ինչը։ Հասկանում էի, որ Զովիկը խիստ է, որ ունի իր մեթոդները, բայց ոչ սա։ Ոչ սպանություն, ոչ, ձայնը կոտրվեց։ Ինչու լռում էիք այս բոլոր տարիները, հարցրեց Լիլիթը։ Դուք տեսել եք, թե ինչպես են նա վարվում մարդկանց հետ, իմ հետ։ Արտաշեսը գլուխը խոնարհեց։ Ես վախկոտ էի, շշնջաց նա, թույլ։ Նա ճնշեց ինձ դեռ սկզբից։ Սկզբում սիրում էի նրան, իսկ հետո ուշացավ։ Նա վերահսկում էր ամեն ինչ, փողերը, կապերը, փաստաթղթերը։ Ես ոչ ոք էի, գեղեցիկ ստորագրությամբ դատարկ տեղ։ Բայց հիմա կարող ես օգնել, ասաց Գևորգը, ցուցմունք տալ պատմել ամեն ինչ, ինչ գիտեք։ Նա բարձրացրեց աչքերը, դրանց մեջ աղաչանք կար։ Ես պատրաստ եմ համագործակցել հետաքննության հետ։ Պատրաստ եմ ամեն ինչ պատմել, բայց ոչ օրենքի պատճառով, ձեզ պատճառով, թորնուհուս պատճառով։ Նա նայեց Լիլիթին։ Գիտեմ, որ դու ինձ ատում ես, իրավունք ունես, բայց ես ուզում եմ ներողություն խնդրել, որ չպաշտպանեցի քեզ, որ լռեցի, երբ նա։ Ես ձեզ չեմ ատում, հանգիստ ասաց Լիլիթը։ Ես խղճում եմ ձեզ, եւ ինձ, եւ բոլոր նրանց, ում նա կոտրեց։ Արտաշեսը ձեռքերով ծածկեց դեմքը, ուսերը դողացին։ Սա կոտրված մարդ էր, ոչ չարագործ, զոհ ինչպես բոլորը։ Հաջորդ շաբաթները միաձուլվեցին անվերջ հարցաքննությունների, ցուցմունքների, փաստաթղթերի շղթայի մեջ։ Քննիչը, երիտասարդ համար տխան, աշխատում էր մեթոդիկ եւ անողոք։ Գործը աճում էր ինչպես ցյանգնդակ։ Պարզվեց, որ Զովիկը կապված է ոչ միայն տեղական կրիմինալի հետ, այլև հանրապետության կառույցների։ Թելերը տանում էին Երևան, բարձր կաբինետներ։ Վերևում ինչ-որ մեկը նյարդայացավ։ Սուրենը երեկոյան անսպասելիորեն եկավ նրանց մոտ, առանց նախազգուշացման։ Դեմքը լուրջ էր։ Խնդիրներ կան, ասաց նա։ Ինձ վրա ճնշում են, պահանջում են դադարեցնել հետաքննությունը, սպառնում են։ Ովքեր, հարցրեց Լիլիթը։ Մարդիկ, ում հետ կապված էր քո սկեսուրը, նրա կապերը ավելի ընդարձակ են, քան ես մտածում էի։ Եվ հիմա ինչ, պապիկը կոշտ, անդրամաճի շպտաց։ Հիմա պատերազմ է։
Ես չափազանց ծեր եմ հետ քաշվելու համար եւ չափազանց համար։ Նրանք կարծում են, որ կարող են վախեցնել ինձ։ Նրանք չգիտեն, թե ում հետ գործ ունեն։ Նա նայեց Լիլիթին։ Բայց դուք պետք է ավելի զգուշ լինեք, շատ զգուշ։ Այդ մարդիկ ոչինչից չեն կանգնի։ Դուք մեզ վախեցնում եք, զգուշացնում եմ։ Կա տարբերություն։ Այդ գիշեր Լիլիթը չկարողացավ քնել։ Բարկած էր նայելով առաստաղին, լսելով Գևորգի հավասար շնչառությունը կողքին։ Նա քնում էր, վերջապես սովորելով քնել այդքան անքուն գիշերներից հետո։ Վախը, իսկական սառավախը։ Նա զգում էր այն, ինչպես սառցե ձեռքը կոկորդին, զովիկը բանտում էր, հետաքննության տակ։ Բայց նրա մարդիկ ազատության մեջ էին, եւ նրանք գիտեին, թե ով է մեղավոր նրա անկման մեջ։ «Մամա», հնչեց շշնջոցը։ Լիլիթը սարսափեց։ Մարիամը կանգնած էր անկողնում մոտ։ Փոքրիկ կերպարանքը արջուկներով պիժամայով։ «Ինչ է արևիկս, վատ երազ ես տեսել»։ «Ոչ», աղջիկը բարձրացավ անկողին, սեղմվեց մորը։ «Պարզապես ուզեցի քեզ մոտ լինել»։ Լիլիթը գրկեց դստերը, շնչեց նրա մազերի հոտը, մանկական, կաթնային, ծանոթ։ «Մաման շատ է սիրում քեզ», շշնջաց նա, «եւ ոչ ոքի չի թողնի, որ քեզ վիրավորի»։ «Գիտեմ», քնած ձայնով պատասխանեց Մարիամը, «դու ամենաուժեղ մաման ես, ամենաուժեղը»։ Լիլիթը փակեց աչքերը։ Վաղը նոր օր է լինելու, նոր խնդիրներ, նոր վախեր, բայց հիմա դուստրը կողքին է, ամուսինը կողքին, ընտանիքը ամբողջական է, եւ սա է գլխավորը։ Առավոտը սկսվեց զանգով։ «Անծանոթ համար», Լիլիթը պատասխանեց զգուշությամբ։ «Սա Լիլիթ Գրիգորյանն է», արական ձայնը պաշտոնական էր։ «Այո, ձեզ հետ խոսում է քննիչը, մեզ հրատապ հանդիպում է պետք»։ «Ինչ է պատահել»։ «Դադար»։ Զովիկը այս գիշեր փախել է կալանքից, երկիրը ոտքերի տակից գնաց։ Ինչպես է դա հնարավոր։ Մենք պարզում ենք, բայց ձեզ պահակություն է պետք, անմիջապես։ Որտեղ եք հիմա։ Լիլիթը թելադրեց հասցեն։ Ձեռքերը այնքան էին դողում, որ հազիվ էր պոհում հեռախոսը։ Սկեսուրը փախել էր, սկեսուրը, ով ուզում էր սպանել իրեն, սկեսուրը, ով խոստացել էր հոգ տանել։ Նա ազատության մեջ էր։ Հաջորդ ժամերը վերածվեցին կատաղի մղձավանջի, ոստիկանություն, պահակություն, անվերջ զանգեր։ Նրանց տեղափոխեցին պապիկի տուն։ Այնտեղ ավելի անվտանգ էր, տեսախցիկներ, ազդանշանային համակարգ, մարդիկ պարագծում։ Մարիամը չէր հասկանում, թե ինչ է կատարվում, բայց զգում էր մեծերի լարվածությունը։ Նա դարձավ քմահաճ, լացկան, անընդհատ խնդրում էր գրկել. «Մամիկ, ինչու հեռացանք, ուզում եմ տուն»։ «Շուտով, արևիկս, շուտով կվերադառնանք»։ Սուտ։ Լիլիթը չգիտեր, թե երբ կարող են վերադառնալ, եւ կարող են արդյոք ընդհանրապես։ Սուրենը մռայլ էր։ Նա ժամերով խոսում էր հեռախոսով, տալիս հրամաններ, ընդունում ինչ-որ մարդկանց։ Դեմքը ավելի ու ավելի հոգնած էր դառնում, բայց աչքերը ավելի վճռական։ «Մենք կգտնենք նրան», ասաց նա Լիլիթին երկրորդ օրը երեկոյան։ Նա հեռու չի կարող գնալ, սահմանները փակ են, փաստաթղթերը վերահսկվում են, ժամանակի հարց է, իսկ մինչ այդ սպասում ենք եւ չենք ցուցադրվում։ Գևորգը տառապում էր իր ձևով։ Նա չէր խոսում դրա մասին, բայց Լիլիթը տեսնում էր։ Նա մեղադրում էր իրեն, որ ավելի շուտ չի կանգնեցրել մորը, որ չի տեսել, թե ով է նա, որ վտանգի է ենթարկել կնոջը եւ դստերը։ «Սա քո մեղքը չէ», ասում էր նա ամեն գիշեր, երբ անքում պարկած էին։ «Դու չէիր կարող իմանալ»։ «Կարող էի, պետք էր»։ Այդքան տալի կողքին եւ չտեսա։ Նա ուզում էր, որ դու չտեսնես, մանիպուլյացիա էր անում, թաքցնում էր։ «Դու զոհ ես, ինչպես բոլորը»։ Նա լռում էր, չհամաձայնում, բայց չէր վիճում։ Երրորդ օրը զանգեց քննիչը։ «Կան նորություններ, մենք հայտնաբերել ենք նրան, նա մարզում է, լքված տանը, պատրաստում ենք գործողություն»։ «Նա մենակ է»։ «Ոչ, երկուսը նրա հետ են»։ Ենթադրաբար նրա կառույցների նախկին աշխատակիցները զինված են։ Լիլիթը զգաց, թե ինչպես է սիրտը ընկնում։ Դա վտանգավոր է։ Այո, բայց մենք կհաղթահարենք, պահպանեք ձեզ։ Գործողությունը նշանակվեց հաջորդ առավոտյան։ Լիլիթը ամբողջ գիշեր չքնեց։ Գևորգը նույնպես։ Նրանք նստած էին պապիկի խոհանոցում, խմում էին սառած թելի եւ լռում։ Անահիտը հանգիստ մտավ, նստեց կողքին։ Դեմքը լուրջ էր, կենտրոնացած։ Երեխան քնած է։ Մարիամը վաղուց քնել է, գլխով արեց Լիլիթը, հոգնել է այդքանից։ Նա ուժեղ աղջիկ է, ամբողջ է քեզ նման։ Նրանք լռեցին։ Պատուհանից դուրս ավանի լուսերն էին փայլում, հազվադեպ հեռու։
Մամ, հանկարծ ասաց Լիլիթը, դու զղջում ես, որ ամեն ինչ սկսվեց։ Քո պատճառով, պապիկի պատճառով մենք հայտնվեցինք կենտրոնում։ Ոչ, վճռական պատասխանեց Անահիտը։ Չեմ զղջում, որովհետև եթե չլիներ պապիկը, եթե չլինեին նրա կապերը, անհայտ է թե ինչով կավարտվեր ամեն ինչ։ Նա, այդ կինը, երբեք չէր կանգնի։ Գիտեմ, շշնջաց Լիլիթը, եւ դեռ չեմ զղջում, որովհետև վերջապես մենք ընտանիք ենք։ Իսկականը, դու, ես, հայրիկը։ Այս բոլոր տարիները ես փախչում էի նրանից, իսկ հիմա Անահիտը ժպտաց, լուսավոր, տաք։ Հիմա հասկանում եմ, թե որքան եմ կորցրել եւ որքան դեռ կարող եմ ձեռք բերել։ Գևորգը լուր լսում էր, հետո ասաց. Դուք երկուսը դել զարմանալի կանայք եք։ Ես հպարտ եմ, որ դուք իմ ընտանիքն եք, թեկուզ ես դա արժանի չեմ։ Արժանի ես, ասաց Անահիտը։ Դու ճիշտ ընտրություն արեցիր, եւ սա է գլխավորը։ Եթե ինչ-որ բան սխալ գնա, սկսեց Գևորգը։ Մի ասա այդպես։ Ոչ, լսիր, եթե ինչ-որ բան սխալ գնա, վերցրու Մարիամին եւ գնա ուր ուզես։ Պապիկը կապեր ունի, կօգնի։ Նոր փաստաթուղթեր, նոր կյանք։ Ես ոչ մի տեղ չեմ գնա առանց քեզ, վճռական ասաց Լիլիթը։ Մենք ընտանիք ենք, մենք միասին ենք, ինչ էլ լինի։ Նա երկար ուշադիր նայեց նրան, հետո թեքվեց եւ համբուրեց, քնքուշ, դողացող, ինչպես իրենց հարաբերությունների սկզբում։ Ես սիրում եմ քեզ, շշնջաց նա, այնպես ուժեղ, ինչպես երբեք, եւ ես չեմ թողնի, որ նա քանդի մեր ընտանիքը, երբեք։ Առավոտը ստացվեց մոխրագույն, խոնավ։ Նոյեմբերը մտնում էր իր իրավունքները, մերկ ծառեր, ցածր երկինք, ցուրտ քամի։ Զանգը հնչեց ժամը 9-ին, գործողությունը սկսվել էր, ձայնը լարված էր, հատուկ ջոկատը տեղում է, տունը շրջափակված է։ Լիլիթը սեղմեց հեռախոսը, Գևորգը կանգնած էր կողքին, լսելով։ Րոպեները ձգվում էին ինչպես ժամեր, որևէ տեղ այնտեղ Մարսում ինչ-որ բան էր կատարվում, գրագոցներ, բանակցություններ, գրող։ Իսկ նրանք նստած էին այստեղ, անվտանգության մեջ, եւ ոչինչ չգիտեին։ Վերջապես նորից զանգ։ Վերցրինք, արտաշնչեց Լիլիթը։ Ողջ է։ Դիմադրել է, բայց վերցրինք։ Նրա մարդկանցից մեկը վիրավորված է, երկրորդը հանձնվել է։ Նա ուժեղացված կալանքի տակ է, այս անգամ չի փախչի։ Լիլիթը դանդաղի չավաթորին, ոտքերը չէին պահում։ Ամեն ինչ, շշնջաց նա, սա գրեթե ամեն ինչ է։ Նրանք կներկայացնեն նոր մեղադրանքներ, փախուստ, դիմադրություն, զենքի պահպանում, նախքինի վրա հավելյալ։ Նա երկար կմնա բանտում, շատ երկար։ Լիլիթը դրեց խողովակը, նայեց Գևորգին։ Նրան բռնել են, նա գլխով արեց։ Դեմքը անշարժ էր, ինչպես դիմակ, իսկ հետո ջաքեց։ Նա անկավ հատակին, մեջքով հենվելով պատին, եւ ձեռքերով ծածկեց դեմքը։ Լիլիթը իջավ կողքին, գրկեց նրան։ Նա դողում էր ամբողջ մարմնով, ինչպես ջերմախտի ժամանակ։ Ամեն ինչ լավ է, շշնջում էր նա։ Ամեն ինչ ավարտվեց, մենք անվտանգ ենք, մենք ողջ ենք, մենք միասին ենք։ Նա լաց էր լինում։ Առանց ձայնի, սարսափելի։ Արցունքները հոսում էին մատների միջով։ Հասուն տղամարդ, կոտրված եւ միաժամանակ վերածնվող։ Ներիր ինձ, խզված ասաց նա, ամեն ինչի համար, լռության տարիների, թուլության, որ թույլ տվեցի նրան, որ չպաշտպանեցի քեզ։ Ներիր։ Ես ներել եմ, պատասխանեց Լիլիթը, վաղուց եմ ներել։ Հիմա պետք է ներես ինքդ քեզ։ Զովիկի դատավարությունը դարձավ տարածաշրջանային մասշտաբի իրադարձություն։ Լրագրողներ, տեսախցիկներ, հետաքրքրասերների բազմություն։ Գործընթացը փակ էր, մեղադրանքների բնույթի պատճառով, բայց տեղեկատվությունը այնուամենայնիվ արտահոսում էր։ Հանցանքների ցանկը տպավորիչ էր։ Խարդախություն, հարկերից խուսափում, ռեյդերական գրավումների կազմակերպում, պաշտոնատար անձանց կաշառք, բռնի մահերի կազմակերպման մեջ մասնակցություն, 2, գուցե 3, փախուստ կալանքից, ձերբակալության ժամանակ դիմադրություն։ Լիլիթը նիստերին չէր ներկա գտնվում, չէր կարողանում եւ չէր ուզում։ Գևորգը նույնպես չէր գնում, միայն մեկ անգամ, երբ կանչեցին որպես վկա։ Վերադարձավ գունատ, լուռ, ոչինչ չպատմեց։ Արտաշեսը հակառակը կանոնավոր ցուցմունքներ էր տալիս։ Նա ամբողջությամբ համագործակցում էր հետաքննության հետ։ Պատմում էր ամեն ինչ գիտեր, ստորագրում էր փաստաթղթեր, ճանաչում էր համախոհներին։ Կոտրված մարդ, ով փորձում էր ինչ-որ կերպ փրկագնել լռության տարիները։ Նա եկավ ինձ մոտ, ասաց մի անգամ Անահիտը։ Արտախեսը խնդրեց թույլտվություն Մարիամին տեսնելու։ Լիլիթը լարվեց։ Եվ ինչ պատասխանեցիր։ Ասացի դա քեզ եւ Գևորգին է վերաբերում, ոչ ինձ։ Լիլիթը երկար մտածեց, քննարկեց Գևորգի հետ, պապիկի հետ, հոգեբանի հետ, ում մոտ սկսել էր գնալ բոլոր իրադարձություններից հետո։ Վերջում համաձայնեց, կարճ ժամանակով, հսկողության տակ։ Արտաշեսը եկավ նվերներով, տիկնիկներ, գրքեր, քաղցրամենիք։
Մարիամը, ով նրան հիշում էր մշուշոտ, զգուշավոր էր, բայց հետո հալվեց։ Երեխաները զգում են, այս մարդը վտանգավոր չէ, այս մարդը պարզապես տխուր է։ Շնորհակալություն, ասաց Արտաշեսը Լիլիթին, երբ այցն ավարտվեց։ Բոլորն են արժանի երկրորդ շանսի, պատասխանեց նա, եթե ուզում են օգտագործել այն։ Նա գլխով արեց, աչքերում խոնավություն փայլեց։ Ես ուզում եմ, շատ եմ ուզում։ Դատավճիրը կայացվեց փետրվարի սկզբին։ Զովիկը Գրիգորյանը ճանաչվեց մեղավոր բոլոր կետերով։ 25 տարի, հիստ ռեժիմի գաղութ։ Դատարանի գահլիճը լեփլեցուն էր, լրագրողներ, հասարակական գործիչներ, պարզապես հետաքրքրասերներ։ Բոլորը ուզում էին տեսնել այն պատմության ավարտը, որը ցնցել էր քաղաքը։ Երբ դատավորը կարդում էր դատավճիրը, Զովիկը անշարժ կանգնած էր։ Դեմքը խոշորացած, ծերացած, ոչինչ չէր արտահայտում, ոչ զղջում, ոչ վախ, ոչ զայրույթ, դատարկություն։ Միայն վերջում, երբ կոնվոյը տանում էր նրան ելքի ուղղությամբ, նա շրջվեց, նայեց դահլիճին, ուրիշներին փնտրելով կամ պարզապես հրաժեշտ տալով աշխարհին, որը այլևս իրենը չէր։ Քննիչը հետո պատմեց, որ նա ոչ մի բառ չէր ասել, ոչ դատավճռի ընթերցման ժամանակ, ոչ հետո։ Լռում էր համառորեն, հբարտորեն, մինչև վերջ։ Սարսափելի մարդ է, ասաց քննիչը, ամբողջ պրակտիկայիս ընթացքում նմանը չեմ հանդիպել։ Լիակատար մարդկայնության բացակայություն, կարծես ներսում մեքենա է, սառը հաշվարկված մեքենա։ Լիլիթը սա իմացավ քննիչից։ Նա ինքը զանգեց եւ երևի իր պարկն էր համարում։ Սա վերջն է, ասաց նա։ Կարող եք հանգիստ քնել, նա այլևս երբեք չի վնասի ձեզ։ Լիլիթը շնորհակալություն հայտնեց եւ դրեց խողովակը։ Հետո երկար կանգնած էր պատուհանի մոտ, նայելով ձյունապատ բակին։ Վերջ։ Տարօրինակ բառ։ Ինչ վերջ։ Մղձավանջի, վախի, թե հին կյանքի։ Գևորգը հետևից մոտեցավ, գրկեց ուսերից։ Լսեցի, հանգիստ ասաց նա։ 25 տարի։ Այո, ինչպես ես։ Չգիտեմ։ Նա շրջվեց դեպի նա։ Պետք է ուրախանամ հավանաբար, բայց զգում եմ դատարկություն, հոգնածություն։ Կարծես ամեն ինչ եղել է երկար ծանր մարաթոն էր, եւ ահա ավարտվեց, իսկ ուժ չի մնացել։ Նա ավելի մոտ քաշեց իրեն։ Ուժերը կվերադառնան ժամանակի հետ, իսկ մինչ այդ հանգստացիր, դու արժանի ես։ Գարունը եկավ անսպասելիորեն շուտ։ Մարտի վերջին արդեն հոսում էին արվակները, ծառերի վրա փքվում էին բողբոջները, արևը իսկապես տաքացնում էր, քաղաքը արթնանում էր ձմեռային քնից։ Մարդիկ դուրս էին գալիս փողոցներ, ժպտում, դեմքերը դնում տաք ջարագայթների տակ։ Երեխաները վազում էին բակերում, ջրցանելով լճակներում։ Լիլիթը նայում էր դրան պատուհանից եւ զգում էր, որ ներսում ինչ-որ բան է փոխվում։ Այդ ծանրությունը, որը ամիսներ շարունակ ճնշում էր կրծքին, դանդաղ հետ էր քաշվում, ինչպես ձյունը գարնանային արևի տակ։ Հոգեբանը միջահասակ կինը ուշադիր աչքերով ասում էր նրան. «Տրավման ակնթարթորեն չի անցնում, սա երկար գործընթաց է, երբեմն ցավոտ, բայց դուք ճիշտ ճանապարհին եք, գլխավորը չշտապել»։ Լիլիթը չէր շտապում։ Նա սովորում էր վստահել, ուրախանալ, ապրել առանց վախի։ Երբեմն ստացվում էր, երբեմն ոչ, բայց ամեն օր մեկ քայլ առաջ էր։ Նրանք վերադարձան իրենց բնակարանը, նույնը, որից Լիլիթը փախել էր դեմքին կապտուկներով։ Վերանորոգում արեցին, կահույքը փոխեցին, պատերը նորից ներկեցին, ամեն ինչ այլ, ամեն ինչ նոր։ Բնակարանը փոխվեց, բաց գույներ մուգերի փոխարեն, մեծ պատուհաններ, որոնք արև են թողնում, մանկական նկարներ սառնարանի վրա, լուսանկարներ պատերին, երջանիկ շպտացող դեմքեր։ Մարիամը առաջինը գնահատեց փոփոխությունները։ Մամա, ինչպես գեղեցիկ է, ինչպես հեքիաթում։ Հավանում ես։ Շատ։ Հիմա մեր տունը ամենալավն է։ Ամենալավը, այո, գուցե ոչ այն պատճառով, որ գեղեցիկ է, այլ որովհետև անվտանգ է, սիրով լցված, իսկական տուն։ Գևորգը փոխվել էր, դա երևում էր անձեն աչքով։ Նա այլ կերպ էր շարժվում, վստահ, հանգիստ, այլ կերպ էր խոսում, մտածված, կշռադատված, այլ կերպ էր նայում, բաց, ուղիղ։ Նա ընկերության ղեկավարումը վերցրեց իր ձեռքը, իսկական ղեկավարում, ոչ անվանական, ազատեց մոր մարդկանց, նորեր հավաքեց, աուդիտ անցկացրեց, փակեց կասկածելի նախագծերը, գործարկեց ազնիվները։ Դժվար էր, շատ դժվար, բայց նա հաղթահարում էր։ Գիտես, ասաց նա մի երեկո, երբ նստած էին պատշգամբում նայելով մայրամուտին, ես մտածում էի, որ առանց նրա չեմ կարողանա, որ կփլուզվեմ, որ ամեն ինչ կփլվի, եւ ինչպես չփլվեց։ Նա ժպտաց, առաջին անգամ երկար ժամանակ իսկական, անկեղծ շպիտով, ընդհակառակը, առաջին անգամ զգում եմ, որ ապրում եմ, իսկապես ապրում եմ, որոշումներ եմ կայացնում, պատասխանատվություն եմ կրում, եւ դա լավն է։ Երբեմն վախենալի է, բայց լավ։ Ես հպարտ եմ քեզնով, ասաց Լիլիթը։ Իրոք, դու այն մարդը չես, ում հանդիպեցի 5 տարի առաջ։ Դու ավելի լավն ես, ավելի ուժեղ, իսկական։
Նա վերցրեց նրա ձեռքը, մատները միացրեց։ Դու ես ինձ այդպիսին դարձրիր, դու եւ Մարիամը, իմ ընտանիքը, իմ իսկական ընտանիքը։ Պապիկը կանոնավոր էր գալիս։ Հիմա նա իրենց կյանքի մասն էր։ Ոչ հեռավոր առասպել, ոչ լեգենդ, այլ իրական մարդ։ Մարիամի պապիկ, Անահիտի հայր, Լիլիթի եւ Գևորգի համար ավագ ընկեր։ Նա պատմում էր անցյալի մասին, իր երիտասարդության, քաղաքի մասին, թե ինչպիսին էր նախկինում։ Խաղում էր ծոռնուհու հետ, սովորեցնում էր շախմատ, վիճում էր Գևորգի հետ բիզնեսի մասին, հարգալից, բայց կոշտ։ Մի անգամ, երբ մնացին մենակ, Սուրենը ասաց Լիլիթին. «Գիտես, Թորնիկ, ես շատ եմ մտածել իմ կյանքի մասին, թե ինչ եմ ճիշտ արել եւ ինչ սխալ, եւ հասկացել եմ մեկ բան։ Ինչ։ Իշխանությունը, փողը, ազդեցությունը, ամեն ինչ ոչինչի արժե, դատարկ խոսքեր։ Կարևոր է միայն մեկը՝ մարդիկ, ում սիրում ես եւ ովքեր սիրում են քեզ։ Մնացած ամեն ինչ շողշողացող փայլակարեր են»։ Նա նայեց նրան, ծերունի, իմաստուն աչքերով, ով ապրել է ամբողջ կյանք։ Ես կորցրի դստերս 28 տարով, որովհետև հպարտ էի, որովհետև չհասկացա։ Մի կրկնիր իմ սխալները, պահիր քո ընտանիքը ամեն օր, ամեն րոպե։ Լիլիթը գլխով արեց, պապիկի խոսքերը ընկան սրտում, ծանր եւ ճիշտ։ Քո մեջ պոտենցիալ կա, ասաց նա մի անգամ Փեսային։ Դու կարող ես դառնալ մեծ մարդ, ոչ իշխանության կամ փողի իմաստով, այլ իսկության, ազնվության, պատվի իմաստով։ Սա հիմա հազվադեպ է, գնահատիր դա։ Գևորգը գլխով արեց։ Նա այլևս չէր վախենում այդ ծերունուց։ Նա հարգում էր նրան եւ ձգտում էր համապատասխանել։ Անահիտը ծաղկեց։ Նա նորից երաժշտություն էր դասավանդում, բայց հիմա մասնավոր դպրոցում, որը հայրը օգնեց բացել։ Երեխաները երկրպագում էին նրան, գործընկերները հարգում։ Նա այլևս չէր թաքնվում, չէր թաքցնում իր ծագումը։ Գիտես, ասաց նա մի անգամ Լիլիթին, ես ամբողջ կյանքս փախչում էի իմ ազգանունից, ամաչում էի, վախենում էի, իսկ հիմա հասկանում եմ, ոչինչ չկար վախենալու։ Հայրիկը, նա այն չէ, ինչ ես կարծում էի, նա լավ մարդ է, պարզապես այլ է, այլ աշխարհից։ Մենք բոլորս տարբեր աշխարհներից ենք, ժպտաց Լիլիթը, եւ դա նորմալ է։ Ամառը շոկ եղավ։ Նրանք ամբողջ ընտանիքով գնացին ծով։ Պապիկը, Անահիտը, Լիլիթը, Գևորգը, Մարիամը վարձեցին մեծ տուն, հենց ափին։ Ճանապարհը երկար էր, գրեթե 1 օր մեքենայով։ Մարիամը հերոսաբար էր դիմանում, միայն երբեմն հարցնում էր. «Երբ արդեն»։ Մեծերը հերթով էին վարում, երաժշտություն լսում, նայում անցնող բնապատկերներին։ Երբ վերջապես տեսան ծովը, կապույտ, անverջ, արևի տակ փայլող, Մարիամը ուրախությունից չչաց. «Ծով, մամ, ծով»։ Տեսնում եմ արևիկս, գեղեցիկ է, չէ՞։ Ամենագեղեցիկն աշխարհում։ Տունը հենց այնպիսին էր, ինչպես նկարագրել էին, ընդարձակ, լուսավոր, մեծ վերանդայով եւ անմիջական ելքով դեպի լողափաթ։ Հարևաններ չկային, միայն ավազ, ալիքներ եւ ջայերի ճիչեր։ Մարիամը արևայրուքով, երջանիկ, ամբողջ օրերը խաղում էր ալիքներում, ավազից ամրոցներ էր կառուցում, խեսիկներ էր հավաքում։ «Մամ, նայիր, ինչպիսի գեղեցիկ է»։ Հրաշալի է, համաձայնում էր Լիլիթը, ժպիտը թաքցնելով։ Պապիկը նստում էր ստրվերում, կարդում էր գրքեր, նայում ծովին։ Երբեմն խաղում էր ծոռնուհու հետ խաղաքարտերով կամ սովորեցնում էր ալիքները հաշվել։ «Պապիկ, ինչու է ծովը աղի»։ Դա երկար պատմություն է, փոքրիկ։ Ուզում ես պատմեմ։ Եվ նա պատմում էր։ Լեգենդներ, հեքիաթներ, գիտական փաստեր խառը։ Մարիամը լսում էր բերանը բացած։ Անահիտը պատրաստում էր ընթրիքներ, պարզ, համեղ, ձուկ, աղցաններ, մրգեր։ Երեկոյան նրանք հավաքվում էին վերանդայում, նայում մայրամուտին։ Գիտեք, ասաց մի անգամ Անահիտը, ես առաջին անգամ եմ ծովում։ Ամբողջ կյանքիս ընթացքում առաջին անգամ։ Իրոք, զարմացավ Լիլիթը։ Իրոք, ինչ որ կերպ չէր ստացվում։ Փող չկար, ժամանակ, ցանկություն, իսկ հիմա ահա։ Եվ ես մտածում եմ, ինչու այդքան սպասեցի, ինչու ավելի շուտ չարեցի։ Երբեք ուշ չէ, ասաց պապիկը։ Քանի դեռ ողջ ենք, ամեն ինչ հնարավոր է։ Երեկոյան նրանք նստում էին վերանդայում, լսում էին ալիքների աղմուկը, խոսում էին ամեն ինչի եւ ոչինչի մասին, ծիծաղում, լռում, հարմարավետ, ընտանեկան։ Մի գիշեր, երբ բոլորը արդեն քնած էին, Լիլիթը դուրս եկավ ափ։ Լուսինը արծաթե ուղիներով լուսավորում էր ջուրը, տաք էր եւ հանգիստ։ Գևորգը հայտնվեց կողքին, անլսելի, ինչպես տվեր։ Չես քնում։ Ոչ, չափազանց լավ է քնելու համար։ Նա հետևից գրկեց նրան, գզակը դրեց ուսին։ Լիլիթ, ուզում եմ մի բան ասել։ Ասա, գիտեմ, որ մեր ամուսնությունը սկսվեց սխալ, որ ես այն ամուսինը չեմ եղել, որին դու արժանի էիր, որ բազմիցս հիասթափեցրի քեզ, եւ ես դա չեմ կարող փոխել։ Չեմ կարող վերադառնալ անցյալ եւ ամեն ինչ անել այլ կերպ։ Գիտեմ, հանգիստ ասաց նա, բայց ես կարող եմ հիմա, այստեղ եւ հետո։ Կարող եմ լինել այն, ինչ պետք է լինեի սկզբից։
քո իսկական ամուսինը, հուսալի, սիրող։ Նա շրջեց նրան դեպի իրեն։ Լիլիթ, ուզում եմ սկսել նորից քեզ հետ, մաքուր էջից, մոռանալ ամեն վատը եւ հիշել միայն լավը։ Ուզում եմ, որ դու նորից ամուսնալաս ինձ հետ։ Նա սառեց։ Ինչ ես ասում։ Նա գրպանից հանեց փոքրիկ թավշյա տուփ, բացեց։ Ներսում փայլեց մատանի, պարզ, էլեգանտ, սպիտակ ոսկի եւ փոքրիկ ադամանտ։ Սա նոր է, ոչինչ ընդհանուր չունի նախկինի հետ։ Նոր մատանի նոր կյանքի համար։ Լիլիթը նայում էր նրան եւ չէր կարողանում հավատալ։ Սա իր Գևորգն էր։ Նույն Գևորգը, ով վախենում էր մորից, լռում էր, շրջվում էր, ով չպաշտպանեց իրեն, երբ պետք էր։ Ոչ նա, մյուսը, նոր, այն, ով դարձել էր նա, ցավի, կորցությունների, ընտրությունների միջով։ Այո, ասաց նա։ Այո, ես նորից կամուսնանամ քեզ հետ, ուրախությամբ։ Նա մատանին հագցրեց նրա մատին, ձեռքերը դողում էին։ Հետո գրկեց ամուր, հուսահատ երջանիկ։ Նրանք կանգնած էին ափին, լուսնի լույսի տակ, եւ ալիքները գալիս էին ավազի վրա, եւ որտեղ որ հեռվում ջայեր էին ջջում, եւ ամեն ինչ ճիշտ էր, ինչպես պետք է լիներ։ Երկրորդ իսկական հարսանիքը տեղի ունեցավ սեպտեմբերին, փոքրիկ արարողություն պապիկի ամառանոցում, միայն իրենք, Անահիտը, Սուրենը, Մարիամը, մի քանի մտերիմ ընկերներ։ Լիլիթը պարզ սպիտակ զգեստով էր, ոչ պուրպուր, ոչ ցուցադրական, մազերը վերևում հավաքված, ձեռքում դաշտային ծաղիկների փունջ։ Գևորգը բաց գույնի կոստյումով, առանց փողկապի։ Նա լայն բաց շպտում էր, ինչպես տղա։ Մարիամը ծաղկատիր ու հուդերում կարևոր քայլում էր առջևից, վարդերի թերթիկներ շախտալով։ Մաման այնքան գեղեցիկ է, շշնջում էր նա տատիկին։ Այո, արևիկս, շատ գեղեցիկ։ Արարողությունը վարում էր Սուրենի հին ընկերը, թոշակի անցած դատավոր։ Նա խոսում էր սիրո, հավատարմության մասին, որ իսկական զգացմունքները փորձություններով են անցնում եւ միայն ավելի ամուր են դառնում։ Երբ Լիլիթն ու Գևորգը փոխանակեցին մատանիները, երկուսի աչքերում էլ արցունքներ փայլեցին, բայց դա երջանկության արցունքներ էին, մաքուր, արժանի, տանջված։ Հայտարարում եմ ձեզ ամուսին եւ կին, կարող եք համբուրել հարսնացուին։ Գևորգը թեքվեց եւ համբույրը երկար էր, քնքուշ, լի խոստումներով։ Հյուրերը ծափահարեցին, Մարիամը ցատկում էր ուրախությունից, Անահիտը լաց էր լինում առանց ամոթի, նույնիսկ Սուրենը, խիստ, անզիջում, գաղտագողի սրբում էր աչքերը։ Հետո ընթրիք էր, պարզ, տնային, կենացներ, ծիծաղ, խոսակցություններ։ Մարիամը քնեց ուղիղ սեղանի մոտ, հոգնած տպավորություններից։ Ուշ երեկոյան, երբ հյուրերը գնացին, Լիլիթն ու Գևորգը դուրս եկան այգի։ Աշնանային աստղերը փայլում էին գլխավերևում։ Մենք հաղթահարեցինք, հանգիստ ասաց նա։ Այո, հաղթահարեցինք, սարսափելի էր, շատ սարսափելի։ Երբեմն թվում էր չեմ դիմանա, կկոտրվեմ, կփախչեմ, բայց չկոտրվեցի եւ չփախա, որովհետեւ դու կողքիս էիր։ Նա վերցրեց նրա ձեռքը, բերեց շուրթերին։ Ես միշտ կլինեմ կողքիդ, մինչև վերջ։ Սա ոչ միայն խոսքեր են, սա երդում է։ Նրանք կանգնած էին այգու մաստգլի տակ, եւ առջևում ամբողջ կյանք էր, նոր, մաքուր։ Անցավ 1 տարի, հետո եւս մեկը։ Մարիամը գնաց դպրոց, առաջին դասարան, լուրջ աղջիկ, կողերով եւ հսկայական ուսապարկով։ Լիլիթը ուղեկցում էր նրան դարպասներին, փորձելով չլացել։ Մամ, ինչ ես անում։ Ես արդեն մեծ եմ։ Գիտեմ արևիկս, գիտեմ։ Վազիր։ Գևորգը կանգնած էր կողքին, ձեռքը դրած ուսին։ Նա կհաղթահարի։ Գիտեմ, պարզապես շատ արագ է, չափազանց արագ։ Նրանք նայում էին, թե ինչպես է դուստրը անհետանում դպրոցի դռների հետևում, փոքրիկ կերպարանքը մյուս փոքրիկ կերպարանքների մեջ։ Երբ ես փոքր էի, հանկարծ ասաց Լիլիթը, երազում էի մեծ ընտանիքի մասին, շատ երեխաներ, աղմկոտ տուն, մշտական հյուրեր։ Իսկ հետո կյանքը պատահեց, եւ ես մտածում էի, երբեք չի ստացվի։ Իսկ հիմա նա շրջվեց դեպի նա, ժպտաց։ Իսկ հիմա մտածում եմ, որ ամեն ինչ հնարավոր է։ Գևորգը սառեց։ Դու ուզում ես ասել։ Ուզում եմ ասել, որ 7 ամիս հետո Մարիամը կդառնա ավագ քույր։ Նրա դեմքը սկզբում զարմանք էր, հետո գիտակցում, հետո մաքուր, կուրացնող ուրախություն։ Իրոք, նա բարձրացրեց նրան ձեռքերի վրա, պտտեց ուղիղ դպրոցի բակում, այլ ծնողների զարմացած հայացքների տակ։ Ես սիրում եմ քեզ, սիրում եմ։ Իջեցրու ինձ, մարդիկ նայում են, թող նայեն, թող բոլորը նայեն, իմ մոտ եւս մեկ երեխա է լինելու։ Լիլիթը ծիծաղում էր, երջանիկ, զնգուն, ազատ, առաջին անգամ շատ տարիների ընթացքում,
առանց տվերի, առանց վախի, առանց ծանրության ու սերին։ Հղիության մասին լուրը ընդունեց ուրախությամբ։ Անահիտը երջանկությունից լաց եղավ։ Սուրենը կյանքում առաջին անգամ շփոթվեց. «Ծոռնուկ, թե ծոռնուհի»։ Երկուսից մեկը կլինի, ժպտաց Լիլիթը։ Կարևոր չէ, ընդհանրապես կարևոր չէ։ Նա ամուր գրկեց նրան հայրական կերպով. «Դու իմ օրհնությունն ես, դու եւ քո ընտանիքը։ Ես շնորհակալ եմ, որ դու կաս»։ Մարիամը լուրին վերաբերվեց փիլիսոփայորեն. «Տղա է լինելու թե աղջիկ, դեռ չգիտենք արևիկս։ Ես ուզում եմ եղբայր, տղաները զվարճալի են։ Տեսնենք»։ Հղիությունը հեշտ էր ընթանում։ Լիլիթը իրեն հրաշալի էր զգում, ուժեղ, առողջ, երջանիկ։ Գևորգը շրջապատեց նրան խնամքով. Երբեմն չափից ավելի։ Քեզ ծանր բան տանել չի կարելի։ Սա մթերքի պայուսակ է, ոչ թե շտանգա։ Համենայն դեպս, այստեղ դուր։ Նա դժգոհում էր, բայց սրտի խորքում շնորհակալ էր ուշադրության, սիրո, որ նա կողքին է։ Տղան ծնվեց ապրիլին, ամուր, բարձրաձայն, խիտ սև մազերով։ Գազարյանների արյունն է, հայտարարեց պապիկը, նայելով նրան։ Ընդհանրապես նա Գրիգորյան է, առարկեց Գևորգը։ Դա ձևականություն է, բնավորությունը մերն է։ Նրանք անվանեցին նրան պապիկի պատվին, մարդ, ով ժամանակին քաղաքի տերն էր, իսկ հիմա պարզապես սիրող նախապապ։ Կյանքը հոսում էր, հանգիստ, լիարժեք։ Իհարկե դժվարություններ էլ կային, որտեղ առանց դրանց։ Անքուն գիշերներ նորացնի հետ, Մարիամի դպրոցական խնդիրներ, Գևորգի աշխատանքային հարցեր, մանր վեճեր, թյուրիմացություններ, հոգնածություն։ Բայց ամեն ինչ նորմալ էր, սովորական, այնպիսին, ինչպիսին պետք է լինի ընտանեկան կյանքը։ Գիտես, ասաց Գևորգը մի երեկո, երբ միասին օրորում էին, ես նախկինում չէի հասկանում, թե ինչ է երջանկությունը։ Մտածում էի դա փող է, հաջողություն, ճանաչում, իսկ պարզվեց, ահա այստեղ է, այս սենյակում։ Դու, երեխաները, այս պահը։ Դու հիմա փիլիսոփա ես։ Ես ամուսին եմ եւ հայր, սա ավելի լավն է։ Արտաշեսը կանոնավոր տեսակցում էր թորներին։ Կնոջ դատից հետո նա շատ էր թուլացել, ծերացել, խոշորացել, քայլում էր փայտով։ Բայց աչքերում ինչ-որ նոր բան էր հայտնվել, հանգստություն, հաշտություն։ Ես շատ եմ մտածել, ասաց նա մի անգամ Լիլիթին, իմ կյանքի մասին, թե ինչ եմ արել եւ չեմ արել։ Ես շատ տարիներ վախկոտ էի, թույլ էի տալիս նրան ամեն ինչ, եւ դա աններելի է։ Բոլորն են սխալներ թույլ տալիս, պատասխանեց Լիլիթը։ Սրանք սխալներ չէին, սա ընտրություն էր, վատ ընտրություն, անընդհատ։ Բայց հիմա նա նայեց Մարիամին, ով խաղում էր անկյունում։ Հիմա ուզում եմ այլ լինել նրանց համար, թորների համար։ Ուզում եմ, որ նրանք ինձ հիշեն ոչ այնպիսին, ինչպիսին ես եղել եմ։ Նրանք ձեզ կհիշեն որպես բարի պապիկ, ով նվերներ է բերում եւ հեքիաթներ է պատմում։ Արտաշես Պետրովիչը ժպտաց, թխուր, շնորհակալ։ Շնորհակալություն շանսի համար, հնարավորության համար։ Զովիկը գրում էր նամակներ գաղութից, կանոնավոր, մեթոդիկ։ Գևորգը չէր բացում դրանք, դնում էր տուփի մեջ առանց կարդալու։ Գուցե մի օր, ասում էր նա, հետո ոչ հիմա։ Լիլիթը չէր պնդում։ Սա նրա որոշումն էր, նրա ճանապարհը։ Մի անգամ, դատից 3 տարի հետո եկավ պաշտոնական ծանուցում։ Զովիկը մահացել է ազատազրկման վայրում, սրտի կաթված։ Գևորգը լուր կարդաց թուղթը, երկար կանգնած էր պատուհանի մոտ։ Ինչպես ես, զգուշորեն հարցրեց Լիլիթը։ Չգիտեմ, ազնվորեն պատասխանեց նա։ Նա հրեշ էր, օբյեկտիվորեն հանցագործ։ Մարդ, ով այդքան ցավ պատճառեց, եւ այնուամենայնիվ նա իմ մայրն էր, միակը, մյուսը չի լինի։ Կարելի է սգալ մարդու համար, ում կորցրել ենք, այն մարդու համար, որով նա կարող էր լինել։ Դա նորմալ է։ Նա գլխով արեց, հետո շրջվեց։ Ես չեմ գնա հուղարկավորության, չեմ կարողանում, բայց ուզում եմ ինչ-որ կերպ փակել սա, ազատվել։ Ինչպես? Չգիտեմ, դեռ կմտածեմ։ Նա մտածեց։ Մեկ շաբաթ հետո մեկնեց մենակ գերեզմանատուն, որտեղ թաղված էին մոր կողմից տատիկն ու պապիկը։ Կանգնեց այնտեղ 1 ժամ։ Ինչ էր անում, ինչի մասին մտածում էր, չպատմեց։ Վերադարձավ այլ, հանգիստ, խաղաղ։ Ամեն ինչ, ասաց նա Լիլիթին, ես ազատվեցի, հիմա միայն առաջ։ Մարիամը դարձավ 10 տարեկան։ Նրանք երջանիկ ընտանիք էին, սովորական, նորմալ, կենդանի։ Երեկոյան համատեղ ընթրիքներ, խոսակցություններ այն մասին, թե ինչպես էր անցել օրը։ Մարիամը պատմում էր դպրոցի, ընկերուհիների, ուսուցիչների, դասերի մասին։ Փոքրիկը մանկապարտեզի մասին, անհասկանալի, խառնաշփոթ, բայց այնպիսի ոգևորությամբ, որ բոլորը լսում եւ ժպտում էին։ Եվ այսօր նկարել ենք, հայտարարում էր նա։ Ես նկարել եմ ընտանիքը, ահա մաման, ահա պապան, ահա Մարիամը, ահա ես։
եւ շունը։ Մենք շուն չունենք, նկատում էր Մարիամը, բայց կլինի, վստահ պատասխանում էր։ Լիլիթը հայացքով հանդիպում էր Գևորգի հետ։ Շուն, գուցե իսկապես պետք է ձեռք բերենք մի օր։ Լիլիթը վերադարձավ աշխատանքի, արխիվ, որտեղից ժամանակին հեռացել էր։ Գործընկերները ջերմ ընդունեցին, կարծես այդ տարիները չէին եղել։ Մենք կարոտել էինք քեզ, ասաց տնօրենուհին, դու մեր լավագույն մասնագետն ես եղել։ Շնորհակալ եմ, ես էլ էի կարոտել։ Աշխատանքը նորից գրավեց նրան, փաստաթղթեր, հետազոտություններ, բացահայտումներ։ Նա սիրում էր իր գործը, միշտ սիրել էր, եւ հիմա կարող էր զբաղվել առանց վախի, առանց հետ նայելու։ Երբեմն մինչ ուշ էր մնում, երբ հատկապես հետաքրքիր նյութ էր ընկնում։ Գևորգը չէր արարկում, հասկանում էր, ինքը հաճախ էր ուշ աշխատում։ Մենք աշխատասերներ ենք, կատակում էր նա, երկուսս էլ։ Դա վատ է։ Ոչ, նորմալ է, մինչև մենք ժամանակ ենք գտնում միմյանց համար, եւ նրանք գտնում էին միշտ։ Գևորգը ղեկավարում էր ընկերությունը, հիմա դա ազնիվ թափանցիկ բիզնես էր, ոչ հսկարական, ոչ գերշահութաբեր, բայց կայուն եւ գլխավորը մաքուր։ Ես հպարտ եմ քեզնով, ասում էր պապիկը, դու արեցիր այն, ինչ ես չկարողացա, մաքրեցիր անունը, կառուցեցիր նորից։ Դա հեշտ չէր։ Ոչինչ արժեքավոր հեշտ չի լինում, հիշիր սա։ Պապիկը թուլանում էր, տարիները իրենցն էին անում։ Նրան անցել էր 80-ը, առողջությունը դավաճանում էր, բայց օգին նույնն էր՝ սուր միտք, երկաթե կամք։ Ես կապրեմ մինչև թորների հարսանիքները, հայտարարեց նա մի անգամ, մինչև նրանց ամուսնությունները։ Ուզում եմ տեսնել, թե ինչպիսին կդառնան։ Կապրես, ժպտաց Լիլիթը։ Դու համար ես, ընտանիք անգից։ Մի ամառային երեկո նրանք բոլորը հավաքվեցին պապիկի ամառանոցի այգում։ Խորոված, ծիծաղ, մանկական ճիչեր։ Մարիամը սովորեցնում էր եղբորը բադմինտոն խաղալ։ Անահիտը հանգիստ զրուցում էր հոր հետ։ Գևորգը զբաղված էր մանգալի մոտ։ Լիլիթը կանգնած էր կողքից, դիտելով։ Նա մտածում էր, թե ինչ երկար ճանապարհ էին անցել։ Այն սարսափելի երեկոյից, երբ դեմքին կապտուկներով եկել էր մոր մոտ, մինչև այս պահը։ Երջանիկ ընտանիք, սիրող ամուսին, առողջ երեխաներ։ Ամեն ինչ, ինչի մասին երբևէ երազել էր։ Ճանապարհը դժվար էր, կային պահեր, երբ ուզում էր հանձնվել, երբ թվում էր չի դիմանա, չի հաղթահարի, բայց նա հաղթահարեց։ Նրանք միասին հաղթահարեցին։ Ինչ ես մտածում, մոտեցավ Գևորգը ձեռքերը սրբելով։ Ինչպես է ամեն ինչ տարօրինակ կերպով դասավորվել։ 3 տարի առաջ մտածում էի կյանքն ավարտվեց, որ առջևում միայն ցավ եւ վախ է։ Իսկ հիմա նա նայեց նրան, երեխաներին, մորը եւ պապիկին, այգուն, տանը, երկնքին։ Իսկ հիմա հասկանում եմ, որ ամեն ինչ իզուր չի եղել, որ ցանկացած խավարից կարելի է դուրս գալ, եթե կա ում համար։ Գևորգը գրկեց նրան։ Դու ամենաուժեղ կինն ես, ում ճանաչում եմ, եւ ես ամեն օր շնորհակալ եմ, որ դու իմ կինն ես։ Իսկ ես շնորհակալ եմ, որ դու փոխվեցիր, որ գտար քո մեջ ուժ, որ ընտրեցիր մեզ։ Նրանք կանգնած էին գրկախառան, իսկ շուրջը հնչում էր երեխաների ծիծաղը, թռչունների ճիչերը, ծաղիկների եւ երջանկության հոտը։ Մամ, պապ, եկեք այստեղ, կանչեց Մարիամը։ Պապիկը ուզում է բոլորին լուսանկարել։ Նրանք մոտեցան, կանգնեցին բոլորը միասին, 3 սերունդ։ Սուրենը կենտրոնում, ծորներով ծնկներին, Անահիտը աջ կողմում, Լիլիթն ու Գևորգը ձախում։ Լուսանկարիչը, որին հրավիրել էին օրվա համար, սեղմեց կափարիչը։ Ժպտանք։ Եվ նրանք ժպտացին անկեղծորեն, երջանիկ, ամբողջ հոգով, որովհետև ընտանիք էին, իսկական, այնպիսին, ինչպիսին պետք է լինի։ Պապիկը նայեց բոլորին, դստերը, ում ժամանակին կորցրել եւ նորից գտել էր, թորնուհուն, ով անցել էր դժոխքով եւ դուրս եկել հաղթող, Փեսային, ով կարողացավ կոտրել չար շրջանակը, ծորներին, հույս եւ ապագա։ Ես հպարտ եմ ձեզնով, հանգիստ ասաց նա։ Բոլորովդ, դուք իմ ժառանգությունն եք, ամենաթանկը ինչ ունեմ։ Լիլիթը թեքվեց, համբուրեց նրան այտին։ Եվ դու մերն ես, մեր ընտանիքը։ Երեկոն դանդաղ մարում էր այգում։ Երկար ստվերները ընկնում էին խոտի վրա։ Երեխաները հոգնել էին, հանգստացել։ Մեծերը նստած էին աթոռներում, վայելելով խաղաղությունը։ Գիտեք, հանկարծ ասաց Անահիտը, ես ամբողջ կյանքս մտածում էի, որ երջանկությունը ինչ-որ մեծ վեհ բան է, նվաճում, հաղթանակ, իսկ պարզվեց ահա այն։ Հանգիստ երեկո, ընտանիքը կողքին, ոչ միտեղ պետք չէ շտապել, ոչինչ ապացուցել, պարզապես լինել։ Իմաստությունը գալիս է տարիների հետ, ժպտաց պապիկը։ Կամ փորձությունների հետ, հավելեց Լիլիթը։ Գևորգը սեղմեց նրա ձեռքը։ Գլխավորը այն գալիս է վաղ թե ուշ, եթե մենք պատրաստ ենք ընդունել այն։
Աստղերը մեկը մյուսի հետևից վառվում էին, գիշերը իջնում էր երկրի վրա, տաք, քնքուշ, լի խոստումներով։ Եվ որտեղ որ այգու խորքում սոխակը սկսեց իր երգը, սիրո, հույսի, այն մասին, որ վատը անցնում է, իսկ լավը մնում է հավերժ։ Շնորհակալություն դիտելու համար, սիրելի ընկերներ։ Եթե ձեզ դուր եկավ պատմությունը, խնդրում եմ աջակցել մեզ լայքով, մատվեր։ Ձեզ համար մեկ սեղմում է, բայց մեզ համար շատ կարևոր է։ Շնորհակալություն նախապես, սիրելի ընկերներ։